Այսօր մենք խոսելու ենք 83-րդ Golden Globe-ի նոմինացիաների մասին։ Ու շատ իր հանդիսատեսը կարող է նկատած լինի, որ մի բան այն չէ մեր այսօրվա նստած դիրքերում, պատճառը այն է, որ երկանկյունին պատմության մեջ առաջին անգամ հյուր ունի, ու ինչ հյուր, մեր շատ լավ ընկեր Մարկոսյան Էդգարը, բարև ձեզ Էդգար։ Ողջունում եմ, ինչպես եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Հրաշալի։ Մի քիչ sense բան է, չէ՞, անսովոր է, երբ որ եսը դու ինչ-որ բան չենք քննարկում, այլ լրացուցիչ անձնավորություն կա։ Վերջում կկիսվենք մեր տպավորությունները։ Շոյված եմ լինել այդ լրացուցիչ Օ, անձնավորություններից։ ինչպիսի հիացած ենք։ Դե Հրաչ ջան, ինձ թվում է, քանի որ պատմենք եւի ոնց ենք ֆորմատը անելու։ Արի պատմենք, որ Էդգարն էլ իմանա, էլի, հա։ Չնայած նախապես պատրաստվել ենք նայողները իմանան։ Բայց մոտապես ֆորմատը այսպեսին է լինելու, հայտարարելու ենք թե տարբեր նոմինացիաներում ինչ նոմինանտներ կան ու ինչ որ քննարկում այդ հարցերի շուրջ անենք, համեմատականներ անցկացնենք ինչ որ բաների հետ, ու ընթացքում դա արդեն པարզ կլինի թվում է թե ուզում եմ ասել մեր ձևով խոսանք, բայց հասկացա որ չի, չասել, հա։ Դե արդեն ինձ թվում է կարելի է Հա, սկսենք երևի տենց ամենագլխավոր, հա, կամ ամենահետաքրքիր նոմինացիաներից, դրանք են, սկսենք առաջինից, լավագույն ֆիլմ, դրամա կատեգորիա, նոմինանտներն են Frankenstein, Hamnet, It Was Just an Accident, The Secret Agent, Sentimental Value, Sinners։ Մեղսագործները, հա։ Դե ասա Էդիկ, դու այս նոմինանտներից ում ես երկրպագում, եթե այտենց կան իրանց մեջ ու ովքեր են ֆավորիտները, ինձ թվում է մենք շատ ենք քննարկել այս հարցը եւ թվում է թե արդեն ժամանակն է բարձաբանելու։ Հա, իրոք շատ ենք քննարկել այս հարցը, դե ասեմ, որ այս ֆիլմերից երկուսը, չէ, երեքը դեռ չեմ դիտել, Hamnet-ը, It Was Just an Accident-ը ու Secret Agent-ը, բայց մյուս երեքն էլ բավական հետաքրքիր ֆիլմեր են, ըստ իս իմ տեսածների մեջ նախապատվությունը կտայի Sentimental Value-ին, բայց իմանալով ինձ ու Խլոյի Ժաոյի նախորդ ֆիլմերը նախին փորձը ու հաշվի առնելով, որ Ջեսի Բակլի համար մեկ երկրպագուն եմ Հայաստանում, թվում է թե դեռ այն ժամանակներից երբ ոչ մեկ չգիտեր Ջեսի Բակլին, երբ նա անգլիական սերիալներում էր նկարում։ Այո, թվում է թե Hamnet-ը շատ է դուրս գալու, բայց այս պայդրությամբ Եվի Sentimental Value ու Sinners-ը երկուսն եմ համարում այսպես ուժեղ contender, բայց Hamnet-ը որ դուրս գա թվում է թե դա է։ Նու այստեղ ինձ թվում է մենք մի քիչ կարանք շարժվենք նաև նրանից թե ինչ է տեղի ունենում, ինչ գիտենք, ինչ չգիտենք եւ այլն, ֆավորիտը թվում է թե Hamnet-ն է ամեն դեպքում, մենք ուղղակի չենք տեսել, բայց տես այստեղ հետաքրքիր ինչումն է կայանում, փորձենք ինչ որ համեմատականներ անցկացնել այլ մրցանակab աշխատությունների հետ, հատկապես այս պայդրությամբ ամենակարևորը ինչ որ կա, դա Critics' Choice Award-ն է, նույնպես հայտարարել է իր նոմինանտներին, տես այստեղ It Was Just an Accident-ն ու Secret Agent-ը իրանց մոտ չկան նոմինացիաներում, որովհետև ոնց հասկացանք, իրանք օտարալեզու ֆիլմերին բոլորին տեղափոխել են մի նոմինացիա ու Sentimental Value-ին են միայն թողել այստեղ ու այնտեղ նոմինացիա չեն տվել։ Հետաքրքիր է, ես այստեղ այս վերջերս նայեցինք Sentimental Value-ն, բոլորով կարելի ասել, հա, սենց սրտում եւ այլն ուղեղում եւ այլն ինքը թվում է թե շատ ուժեղ ֆավորիտ է մեր մոտ, բայց շատերն ասում են որ Hamnet-ը 21-րդ դարի լավագույն ֆիլմերից մեկն է։ Ես էլ եմ տենց բան լսել, բայց ես մեր եթերից առաջ մի փոքր օդերի հետ եմ ծանոթացել ու ի զարմանս բավականին մեծ տոկոս տրվել է Sinners-ին, հա։ Ուրեմն Gold Derby, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր կարող եք դուք էլ հետևել, այդտեղ կոնկրետ այս կատեգորիայում, հա, իհարկե առաջինը Hamnet-ն է բարձր տոկոսով, բայց երկրորդ տեղով տոկոսները եթե ասենք 55 ու 32 Sinners-ն է գալիս, այսինքն թվում է թե կարա ինչ-որ նույնիսկ պայքար տեղի ունենա
դրանց միջև գիտեմ Sinners-ը, շատերը գիտեմ ոնց են Sinners-ին վերաբերում։ Սենց ասեմ Sinners-ը նենց մարդկանց ունի իր թիկունքում կանգնած, որ ասենք Քրիստոֆեր Նոլանը գիտենք այս վերջերս սկրինինգ էր կազմակերպել, որ համոզեր, որ Օսկարում նույնիսկ Best Picture-ը տան Sinners-ին, այսինքն եթե տենց մարդ կա այս ֆիլմի թիկունքում, չնայած ինքը իրոք շատ լավն է, այս էլ իրան վերջերս եմ նայել, շատ լավ ֆիլմ է, ասենց սինեմայի տեսանկյունից, բայց չգիտեմ, երևի թե Համլետը ամեն դեպքում հույս ունենք արդարացիորեն թե չգիտեմ ոնց կհաղթի։ Ես դեռ հույս չունեմ, չնայեմ կասեմ, հաշվի առնելով Քլոյի Ժոին, չնայած Nomadland-ը շատ լավ ֆիլմ է։ Դե կասկած չկա, բայց Sentimental Values-ը նայելուց հետո, եթե սենց սրտի բանից ասենք, դե Համլետը դեռ չեմ տեսել, բայց եթե սենց սրտիցս լինի, ես ինձ թվում է կուզենայի Sentimental Values-ը հաղթեր ամեն դեպքում։ 5% հավանականություն է, բայց դե ինչ արած։ Թվում է թե կարելի անցնել առաջ։ Անցնենք հաջորդին, հա։ Եվս լավագույն ֆիլմ, բաժանում է տեղի ունենում Golden Globe-ում եւ շատ այդ գիտեք, դրամա եւ musical կամ comedy or comedy, հա, կամ կոմեդիա։ Նոմինանտներն են Blue Moon, Bugonia, Marty Supreme, No Other Choice, Noralic, կամ Novelna եւ One Battle After Another։ Դե թվում է թե մեծ, չգիտեմ, լիքը հետաքրքիր ֆիլմեր են։ Էդգար դիմում հայցում ենք ձեր կարծիքին այս պարագայում։ Հայցում ենք ձեր ներողամտությանը։ Դե կարծում եմ սա ամենահեշտ կատեգորիան է ինչ որ կանխատեսում կատարելու համար ըստիս իհարկե։ Թվում է թե այստեղ One Battle After Another-ը Պոլ Թոմաս Անդերսոնի գլուխգործոցը, այսպես ոնց ասեմ, մի գլուխ բարձր է մյուսներից, դե Marty Supreme-ը ու Noralic-ը առայժմ չեմ տեսել, մյուս ֆիլմերը նայել եմ։ Թվում է թե One Battle After Another-ը միանշանակ առավելություն ունի, չնայած Park Chan-wook-ի վերջին ֆիլմը No Other Choice-ը շատ լավ տպավորություն թողեց։ Չեմ ասի, որ այնքան լավն էր, ինչքան նրա նախորդ Decision to Live ֆիլմը, որը չստացավ Օսկարի նոմինացիա, բայց ինչպես արդեն խոսել ենք դրա մասին, Golden Globe-ի նոմինացիա ստացավ։ Ինչքանով ես հիշում եմ, կարող է շատ վստահ չեմ։ Կարող ենք ստուգել։ Ամեն դեպքում No Other Choice-ը շատ լավ ֆիլմ է, բայց One Battle After Another-ը ոչ միայն Golden Globe musical or comedy, այլ թվում է թե տարվա լավագույն ֆիլմի այսպես գլխավոր ֆավորիտ է, պատճառով այս կատեգորիան բավական հեշտ է դառնում։ Դե նաև այստեղ չմոռանանք նշենք, որ մի երկու ֆիլմ բացակայում է։ Խիստ են բացակայում, այնպիսի ֆիլմեր, որոնք որ թվում է թե musical հատկապես or comedy կոչվող Ավանակարգում պետք է լինեին, իհարկե խոսքը Չարը երկրորդ մասը, Wicked 2 եւ որի քննարկումը կարող եք դիտել մեր ալիքում։ Այո։ Եվ ավելի պակաս հայտնի, որքան որ դեռևս չի դուրս եկել էկրաններին, հա, ինչքան գիտեմ, Testament of Anne Lee, այս ֆիլմը երկուսն էլ մյուզիկլներ են եւ երկուսի մասին էլ խոսում են, որ կարող են լինել այս անվանակարգում, բայց Արի ու տես, որ Linklater-ը իր երկու ֆիլմով արագ շրջանցեց այս երկու մյուզիկլները եւ այո, Linklater ավելի մեծ է, քան մյուզիկլները։ Մնացած բոլոր բան։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ musical or comedy անվանակարգում 62 թվականից հետո չէ առաջին անգամ է, որ նույն ռեժիսորի երկու ֆիլմ կա musical or comedy-ում։ Դե մեծն Richard Linklater, գիտենք, իր անցած ճանապարհը, իր հիանալի ֆիլմերը եւ այլն, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ կան հետաքրքիր սնաբ, մեկ այլ հետաքրքիր սնաբ, որը Նոա Բաումբախի Ջեյ Քելի ֆիլմն է, որը ասենց գտնում էին, որ եւ Critics Choice-ում ստացավ իր նոմինացիան եւ այլն, ստացել է, չէ՞, ինչքան գիտեմ, ստացել է։ Հետևաբար ինքը թվում էր թե պետք է այստեղ լիներ ու զարմանալիորեն դուրս մնաց ու այստեղ գլխավոր սյուրպրիզ այսպես բոլորը գիտենք որ Նորալիկը լինելու է նոմինանտ, դա տենց որ գիտենք որ նույնիսկ Օսկարին էլ պիտի որ լինի, բայց Blue Moon-ը շատ իրան միայն Ethan նոմինացիաներով էր ենթադրվում, հետևաբար սուրպրայզը այս պարագայում այստեղ էր ու հա այստեղ թվում է թե հաղթողը միանշանակ պարզ է։
Հա, հաղթողի տեսանկյունից համաձայն եմ, դե իրականում այդ Oscar campaign որ կա եւ այլն, ինձ թվում է այդ էլ պիտի իմա սկսեն, որովհետեւ թվում է թե տենց շատ լեզվի վրա չի մի քիչ մոռացվում է չնայած 2 ամիս առաջ One Battle After Another, բայց էլի օդերի տեսանկյունից այստեղի տարբերություն նախորդ դեպքի 98% ընդդեմ ինչ որ փոքր տոկոսների Հա, ինձ թվում է մենք նաև չասեցինք որ ֆիլմերն են Linklater-ին որպեսի պարզ լինի, խոսքը հիմա Blue Moon եւ նոր ալիք ֆիլմերի մասին իդեպ Decision to Live նայեցի ինքը լավագույն օտարալեզու հա օտարալեզու ֆիլմ նոմինացիա մեր Golden Globe-ում հա ես Օսկարում հենց Էդգարը խորթով է դի նայել շատ հետաքրքիր զավեշտալի զրույց ենք ունեցել Էդգարի հետ անցյալ տարի այդ ֆիլմի վերաբերյալ երբ որ ինքը չստացավ իր նոմինացիան ու նոմինացիան ստացել էր EO ֆիլմը Էդգարն ասաց ինչպես կարելի էր Park Chan-wook-ի ֆիլմին նոմինացիա չտալ ու Ավանակի մասին ֆիլմի տալ նոմինացիան շատ հետաքրքիր բան Ավանակի մասին ֆիլմի տալ դա ծիծաղալու էր իրականում հա նու այստեղ One Battle After Another դե հա ես էլ եմ իմ սիրտն էլ է այդտեղ չնայած Marty Supreme-ը դեռ չեմ նայել ու Another Choice-ն էլ դեռ չեմ նայել բայց ասում են շատ լավն է հայտնի կինոկրիտիկ ունենք ով գտնում է որ One Battle After Another-ից հետո մյուս լավագույն ֆիլմն է այս տարվա չէ Marty Supreme-ը հա բայց դե օրինակ ինձ թվում է իմ դուրը կգա որտեվ դա սպորտային դրամա է չէ չեմ սխալ ինչքան գիտեմ սեղանի թենիսիստի մասին հա ինչ որ բայց ես ձեզ մի հատ միջև անցնել առաջ հարց ունեմ հղելու որովհետև ես ճիշտն ասած կարայի Google-ի բայց չեմ Google-ը ասացի խելացի մատուցից հարցն է ինչա Golden Globe-ում sense տարանջատում ու ինչ պրինցիպով է ընտրվում դրամա կամ musical ինչ որ ինձ թվում է զուտ entertainment-ի համար որ շատ բանի տեղ լինի, այսինքն այն ֆիլմերը, որոնք մի քիչ ծիծաղալու են եղել, մի քիչ ավելի թեթև են եղել եւ այլն, բան, օրինակ նույն Ջեքելին, որը նոմինանտ չի, այդ տեսակի ֆիլմերը իրանք ինչ որ բանի մեջ լինեն, բայց մյուս կողմից էլ դերասանների հարցն է դժվարանում, լիդինգները շատանում են, հեշտանում, այս սփորտինգները շատ են քչանում Դա մի քիչ բարդ է։ Դե օրինակ եթե sense ալի ակնհայտ ինչ որ կոմեդիա լիներ, կասեի, հա, բայց օրինակ One Battle After Another, հա, ես հասկանում եմ, խնդալու էլեմենտներ կան, բայց դա ֆիլմը այն տեսակի նոմինանտներ են եղել ժամանակին Մարսիանինը, Get Out-ը եւ այլն եւ այլն։ Հա, բաժանումը բավականին պայմանական է։ Սիմվոլիկ է։ Դե հա, մյուզիկալի մասով པարզ է, բայց հիմա գիտենք էլի տարիներ կային, որ այսպես ամեն երկրորդ կինոն այսպես կոչված դրամեդի էր, անհասկանալի էր որտեղ իրեն տեղադրել Եվ այս տարի էլ այդպիսի կինո կա, հրաչայի հետ խոսում էինք, որ If I Had Legs, այդ ֆիլմը ըստիս ամենադեպրեսիվ դրաման է, բայց ինքը, չգիտեմ ոնց կոմեդիաների շարքում է հայտնվել Golden Globe-ի, ինչև է, հա, հետաքրքիր է, ամեն դեպքում մեր տեսանկյունից լավ է, որովհետև ոնց որ 12 ֆիլմ են, այսպես դուրս գալիս Spotlight, հա, Spotlight ուրիշ ֆիլմ է։ Նու հա, այդ տեսանկյունից արած, բայց տեսեք ինչն է հետաքրքիր, ունենք ամերիկյան մրցանակաբաշխություն, 12 ֆիլմից 5-ը ոչ անգլերեն են։ Հա, շատ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ու ես գիտեմ, որ նույնիսկ Այստեղ նոր ալիք ֆիլմը, որը ֆրանսերեն է, ճիշտ է, ինքը ամերիկացի է, չէ՞, Linklater-ը, անգլիացի չի էլի։ Տեքսասից է։ Հա, այսինքն ֆրանսիական ֆիլմը, ֆրանսերեն ֆիլմը, ինքը նույնիսկ օտարալեզուների հետ քննարկման conversation-ի մեջ չկա ընդհանրապես submit-էլ չի արած, բայց Golden Globe-ում նույն երկրից լինում է որ նոմինանտներ։ Ես հիշում եմ, չեմ հիշում երբեր, կար Ֆրանսիայից 2 նոմինանտ Golden Globe-ին, հետեւաբար այս ֆիլմը նույնիսկ չի դիտարկվել այնտեղ, բայց ինքը այստեղ նոմինանտ է։ Իսկ առհասարակ Օսկարում մի երկիր մի submission ունի, մի երկիր ունի մեկ submission։ Դե սա Ֆրանսիայից չի որտեղ էս ֆիլմը ինքը, բարձրապես մասամբ Ֆրանսիա։ Որովհետև այստեղ Golden Globe-ում դու հենց Ֆրանսիան չես ներկայացնում, իսկ Օսկարում ներկայացնում ես հենց երկիրը։ Տենց է։ Թվում է թե բավականին հստակ ձևով ասինք, հա։ Շնորհակալ եմ ձեր պատասխանի համար, ես գնացի։ Բայց իրականում անցնենք երևի արդեն։ Դե ամենակարևորներն ասինք արդեն։ Եթե բան ունեք Չէ, թվում է թե ամեն ինչ ասված է արդեն։ Չէ, նաև կարելի է նշել մի ֆիլմի բացակայություն, որ սպասելի էր, բայց գուցե հերոստատիտողի համար այդքան էլ սպասել չէր, Ավատարը։ Հա, լավ որը դեռ դուրս չի եկել։ Չնայած Եվի մեր դեպքը որ գնա արդեն կինոթատրոն։ Այո, արդեն Ավատարը բացակայում է, ինչ ասեմ,
դեռ չեմ նայել, բայց ընդհանուր այսպես բիտոները ասում են, որ բավականին լավն է, ասում են, որ դրամատիկ պահերի քանակությամբ գուցե ավելի նույնիսկ ասում են երկրորդին շատ է նման, երկրորդին ասում են ավելի շատ կա նույնիսկ քան երկրորդը։ Հա, ես հաստատ կհուզվեմ։ Հա, հուզվելու եմ։ Միասին կգնանք։ Բայց ինչևէ գուցե ինչ որտեղ ողջունելի է, որ թե Ավատար 3-ը եւ թե Չարը 2-ը բացակայում են այստեղից, որովհետեւ Golden Globe-ը գուցե սկսել է գնահատել թարմիդիաները։ Չեմ կարծում։ Հա, դու այսինքն ուսպես ասես, որ քան որ սիկվելներ են երկուսն էլ դա այդ տեսանկյունից, հա։ Նու մյուս կողմից էլ կարող ենք սիլկա անել նաեւ նրան, որ Ավատարը անցած այն վերջին Ավատարը, որ դուրս եկավ, ինքը էլի Golden Globe-ի նոմինանտ չէր, բայց Օսկարի նոմինացիան ամեն դեպքում ստացավ։ Դե Golden Globe-ը տեսնում ենք, որ չգիտեմ, ըստիս լավ օրիգինալությունը գնահատում։ Մալադեց։ Դա Օսկարի նոմինացիա դեռ երևի կարող է կստանա։ Երկու հատ կստանա։ Իսկ մենք անցնենք մեր մեր չէ, Golden Globe-ի ձեր հաջորդ անվանակարգին, ճիշտ ասացի, անվանակարգին, դա անիմացիան է, հա, կամ լիամետրաժ անիմացիան է, նոմինանտներն են Arco, Demon Slayer, կամ թե Demon Slayer, Kimetsu no Yaiba։ Հա, ոնց։ Kimetsu no Yaiba։ Այդ ճիշտ անվանում է։ Elio, մեր հայ ռեժիսորի։ Այո, Մադլեն Շարաֆյանի, այո։ K-pop Demon Hunters, Little Amelie or the Character of Rain եւ Zootopia 2։ Հետաքրքիր է, ինչ Կարող եմ prediction-ներ ունես։ Prediction-ների առումով չգիտեմ, իմ կողմից կարող եմ ասեմ, որ մենակ Zootopia 2-ն եմ նայել այս ֆիլմերից։ Ես Zootopia 2-ը չեմ նայել կակրած։ Ես չեմ հարց, Մարկոյի հետ ես նայել։ Այո, կինոթատրոնում երկու առաջ նայել եմ, դե ըստիս վատը չէր remake-ի համար։ Բայց ի տարբերություն քեզ ես նայել եմ K-pop Demon Hunters-ը, որը թվում է թե ֆավորիտն է։ Հա, ինչպես նաև մեր հաղորդումներից մեկի ժամանակ նաև նշել եմ, որ Demon Slayer-ը նույնպես նայել եմ քրոջ սաղճկա հետ։ Հա, դե շատ ինքը sense էպիկ ինչ որ բան է, բայց ինձ թվում է այստեղ ուղղակի չեն տալու, ինքը որտեղ sense շատ դարդ մուլտֆիլմ է, այսպես ասած, թվում է թե ֆավորիտը K-pop Demon Hunters-ն է։ Հետաքրքիր է, որ երկու ֆիլմ Demon-ներով, այո։ Demon Slayer, Demon Hunter Ասիական մեկը ճապոնական է, մեկը կորեական։ Անիմեի ոճով են, չէ՞, եթե չեմ սխալվում։ Զարմանալիորեն առաջի տարին է, որ ես հələ ոչ մի մուլտֆիլմ չեմ նայել։ Ինձ հակառակն է, հազար մուլտֆիլմ։ Մինչև Golden Globe-ին ինձ թվում է բոլորը կհասցնենք նայել, ու չնայած այս Arco եւ այլն։ Ես հիշում եմ ներկայացնողներից մեկը Amelie բառը ոնց կարդաց, բանի очень բանը scary movie միջին ոնց էր իր անունը, դերասանի Մելկի Marlon Wayans։ Հա, ասում է am I lie Են մի հատ վիդեո եմ նայել, ուրիշ մի հատ կրիտիկ ասում է Դասիմին ամելի, ասում է why am I lie, ինչ որ տենց մի բան։ Մի խոսքով կամ Zootopia 2 կամ K-pop Demon Hunters թվում է թե նո։ Դե օդերով թվում է թե K-pop Demon Hunters-ն է, ընդ որում իրանք հենց դուս էին եկել այդ բայ սկսած արդեն շատ էին գովում, ես ցակ դեռ ոչ մեկ չեմ նայել, բայց կնայեմ։ Իսկ Flow-ն ու Wild Robot-ը անցել տարին։ Այո, Flow-ն ամեն ինչ տարին այս ֆիլմեր, մուլտֆիլմեր էին, որ ասենց մի անգամից դրեն նայ Flow-ն ոնց որ միասին ենք, չէ՞։ Flow-ն հա նայել ենք այնտեղ։ Դե թվում է թե երկուսը, այս մնացածից լավ Flow-ն երկուսը շատ հետաքրքիր, հա։ Չէ, Flow-ն բայց լատվեր են, այո։ Նաև Wild Robot-ը։ Հա, դե ինչ խոսք։ Հա, լավ, էմոցիոնալ մուլտֆիլմեր։ Դե, ահա, animated-ի մասին երևի այսքան է։ Անցնենք հաջորդ նոմինացիային ոչ անգլալեզու, հա, non-English language ֆիլմերը։ Դրանք են It was just an accident, նու իմ մոտ գրված է Ֆրանսիա, No Other Choice South Հարավային Կորեա, The Secret Agent Brazil, Sentimental Value Նորվեգիա, Sirat Իսպանիա եւ The Voice of Hind Rajab Թունիս։ Հիշում եմ այս ֆիլմը, երբ որ Վենեցիայում պրեմիերան արեց, ռեկորդային 22 թե 23 րոպե ծափահարել է, ինչ է, ամենաշատ ծափահարած ֆիլմն է Վենեցիայի փառատոնի։ Բայց Վենեցիայում ամեն տարի տես մի բան։ Բայց ոնց է, հենց The Voice of Hind Rajab-ն է, հա։ Հա, դա արդեն չեմ կարող ասեմ, հա։ Ահա։
Ինչ դե ստեղ երկու ֆիլմի միջև է կարելի ասել ըստ իս պայքարը, գուցե երրորդին կարելի է պայմանականորեն ավելացնել, բայց ակնհայտորեն Պանախի It Was Just an Accident եւ Sentimental Value Joachim Trier-ի այս երկու ֆիլմը, որ ոչ միայն non-English language ավանդակարգում են, այլ թվում է թե հետագայում Օսկարում այսպես մեծ հավանականությամբ հայտնվելու են վերջնական լավագույն ֆիլմի ցուցակում, ոչ միայն լավագույն արտասահմանյան, ըստ իս։ Բայց չէ, բայց հա, եթե ուզենանք երրորդը նշենք, նաև Golden Globe-ի ֆակտորներով մասնավորապես կարդացել եմ, որ Golden Globe-ի քվեարկողների մեջ մեծ քանակություն են կազմում հենց բրազիլացիները քրիտիկները ու այս Secret Agent-ը, որ ցավոք դեռ չեմ դիտել, որովհետև չկա գիտեմ։ Բայց դու այդ տեսակի ֆիլմեր չես սիրում, իս թվում է։ Դե հիմա սիրում չեմ սիրում, եթե լավը լինի, կուզեմ որ հաղթի, բայց շատ լավ անունով ռեժիսոր է, Kleber Mendoza Filho-ի Secret Agent-ը չի կարելի թերագնահատել։ Չնայած էլի եմ ասում, մենակ այն գործոնը, որ չգիտեմ, դե Sentimental Value-ն թվում է թե շատ անվանակարգերում կա եւ այլն, այսպես թվում է թե ավելի մեծ շանսեր ունի, բայց հաշվի առնելով այդ Golden Globe-ական որոշակի նրբություններ, Secret Agent-ը չի կարելի թերագնահատել։ Մյուս ֆիլմերը չգիտեմ, ըստ իս տենց առանձնապես շանս չունեն, ցավոք No Other Choice-ի համար, մյուս երկուսը Sirat-ն ու Voice of Hintridge-ը չեմ տեսել, բայց այդպես էլի, այսինքն ըստ իս այդ երկուսի մեջ է, It Was Just an Accident ու Sentimental Value, բայց որ տան Secret Agent-ին չեմ զարմանում։ Ես էլ չեմ զարմանա իրականում, բայց այստեղ նշեմ նաև այս Սիրատի մասին, ինքը շատ հետաքրքիր մի հատ բան կար այս ֆիլմի մասին, որ ինքը ամբողջությամբ տեխնո երաժշտության տակ է, այսինքն տեխնո երաժշտությունում անապատում ինչ որ տենց վիճակներ է, նայել ենք փառատոնի շրջանակներում Երևանում։ Երեխան կորցնում, աղջկան կորցնում, թե տղուն կորցրած լինում եւ այլն, շատ sense տարօրինակ ֆիլմ է, բայց ինձ խի այդքան շատ դուր չեկա, որովհետև ինքը sense նայողին հանկարծակի բերելու բանի վրա է աշխատում էլի հիմնականում ավտոբուսը տրակում է sense ես հիշում եմ որ երբ որ նայում էինք այս ֆիլմը կողքս մի հատ աղջիկ էր նստած այս ֆիլմում մոտավորապես կա 25-ից 30 ավտոբուսի ու մեքենայի տրակել ինքը ամեն այդ տրակոցի հետ խառնվում էր իրար ուզում եմ ասեի դե դու չես հասկանում այս ֆիլմում հա մեքենա է տրակում ես միշտ այդպես խառնվում իրար մի խոսքով այս ֆիլմն է ես չեմ ուզում որ այս ֆիլմին ինչ որ բան տան ես բրազիլիական ֆիլմեր մեծ ֆանատ եմ Secret Agent եւ այլն բայց հա այս տարի ես ինձ շատ է դուր եկել It Was Just an Accident-ը Պանախի բայց Sentimental Value-ն մի տեսակ սիրտս գրավել է իմ սիրտն էլ է գրավել բայց էլի օդերով թվում է թե ասում են It Was Just an Accident-ն հաղթելու երկրորդ տեղում Sentimental Value-ն երկրպագենք եւ սպասենք տեսնենք ինչա լինելու այո Best Actor in a Motion Picture Drama Նոմինանտներն են Joel Edgerton Train Dreams, Oscar Isaac Frankenstein, Dwayne Johnson The Smashing Machine, Michael B. Jordan Sinners, մի անգամից կարելի ասել երկու դերի համար, այո, Smoke-ն ու Steak-ը, Wagner Moura The Secret Agent եւ Jeremy Allen White Springsteen Deliver Me From Nowhere Բերինց եսին որտեղից Առաքիրինց եսին Ջերեմի Ալեն Վայթից ինչքան ենք չէ խոսացել մինչև էս Էդգար այո դե ինչ ասեմ այս կատեգորիայի հետ կապված ստեղ պայքար թվում է թե կարա լինի բայց Michael B. Jordan-ը Sinners-ի համար միանգամից երկու դեր Շատ լավ է, բայց նաև հիշում ենք, արդեն նշել ենք, որ Golden Globe-ում շատ են բրազիլացի ընտրողները։ Այո։ Wagner Moura-ն թվում է թե այս կատեգորիայում ըստ իս, այսպես front runner է։ Գուցե 50-50 ինչ որ բաներ Michael B. Jordan-ի հետ, արդեն Wagner Moura-ն որոշակի
որոշակի ամերիկյան քաղաքների տեղական Circle-ներ, circle-ները մաղթել է։ Դրա համար Wagner Moura երևի առաջի, այսպես հնարավորությամբ Michael B. Jordan երկրորդ հնարավորությամբ կտամ։ Մի բան էլ քանի այստեղ ենք Joel Edgerton-ը Train Dreams-ի համար մի հիանալի կատարում, մի հիանալի ֆիլմ, որը ցավոք այս տարի Golden Globe-ը այսպես դրամայում կողքով է անցել։ Մենք չնշեցինք սնաբերի մեջ, որովհետև այդքան էլ սնաբ չէր, իրականում դες չեք սպասում որ լինի, բայց եթե լիներ, ուղղակի հոտնկայից ծավալելու ենք այդ առիթով հենց տեղ հիմա կկանգնենք շատ տարօրինակ է իրականում, որովհետև երբեք տարիներ չեն լինում, որ հատկապես ես ու Էդգարը ինչ որ ֆիլմերի քանակ լինի ու նույն տեսակետներ ունենք։ Այս տարի հիմնական 3 ամենաուժեղ ֆիլմի վերաբերյալ նույն ձևի գտնում ենք, որ այդ 3 ամենաուժեղ ֆիլմերն են ինչ որ տեսել ենք։ Իսկ այնտեղ կա դեռ Իսկ երրորդը որն է Train Dreams-ը, Sentimental Value-ն, One Battle After։ Այո։ Այստեղ մի հետաքրքիր բան կա, թվում է թե Օսկար Այզեկը չպետք է ստանար նոմինացիա։ Մի քիչ տենց, չգիտեմ, ինքը չէր դիտարկվում որպես իսկ ով պետք է լիներ։ Ինքը չպետք է լիներ, սենց ասեմ, որտեղ ես չէ, նա supporting-ի մեջ, ինքը սենց ոնց որ երբ որ նայում էի այլ թողարկումներ, այլ վերլուծություններ եւ այլն, լսում էր որ Օսկար Այզեկը, հա, դե Ջեյկոբ Էլորդին գիտենք որ լիներ, բայց Օսկար Այզեկը ես չգիտեմ, ես էլ չէի սպասում իր նոմինացիային։ Դուեյն Ջոնսոն, հետաքրքիր է։ Պատկերացնես Օսկար տանի Դուեյն Ջոնսոնը։ Դե Օսկար չի տանի, բայց նոմինացիա դե այս ֆիլմը որ հələ դուրս չէր եկել, ասում են, չէ, նոմինացիա, բան, performance, չգիտեմ, ես չեմ նայել, Netflix-ա, չէ՞ ոնց։ Netflix-ա շուտվանից կարելի է նայել, բայց նու ֆավորիտի տեսանկյունից, այո, ինձ sense մի տեսակ զգացողություն ունեմ, որ Michael B. Jordan-ին չեն տալու, այլ Wagner Moura-ին են տալու։ Բոլորիս կողմից չսիրված բանի Escobar-ի դերակատարին։ Այս Wagner Moura-ին առաջի անգամ երևի այդ Civil War-ում էր, չէ՞ խան ոնց որ ժուրնալիստն Հա, այս նոր ֆիլմում է ստարվա։ Kirsten Dunst-ի հետ, այո, այն հայտնի ռեժիսորի ֆիլմում, ոնց էր անուն չեմ հիշում։ Հայտնի ռեժիսոր։ Այո։ Հա, ես ոնց հասկանում եմ ըստ օդերի եւս Wagner Moura-ն առաջատար է։ Շատ հավանական է որ Էդոյի ասած բան բրազիլացի բաներն են։ Ես ֆիլմը չեմ տեսել, ես չֆիքսեցի, դուք նայել եք Secret Agent։ Դեռ կարծես թե չկա, ոչ միտեղ հասկացա։ Բարձրաձայնում։ Դե էլի սիրտս Michael B. Jordan-ի հետ է։ Ինն էլ իրականում։ Ու Joel Edgerton-ն էլ դե իրոք լավ էր խաղում, իրոք լավ ֆիլմ էր, բայց թվում է թե այստեղ շատ մեծ տոկոսային տարբերություն է։ Հիմնականում խոսում ենք օդերի մասին եւ այլն, ոչ թե թե չէ ես իմ ձեռքով բոլոր մրցանակները Edgerton-ին կտայի։ Դա ես օրինակ չգիտեմ, ինձ Michael B. Jordan, բայց այդ կարող է Sinners-ի իմ վրա ունեցած էֆեկտի հետևանքով էլ է։ Այդպես։ Okay, այլ նկատառումներ։ Այլ այս պահին թվում է թե տեսակ նկատառում չկա։ Շնորհակալություն։ Անցնում ենք հաջորդին։ Դե հաջորդը եկեք լավագույն դերասանուհի, էլի դրամա կատեգորիայում, Ջեսի Բակլի Համնետ։ Ինչ եղավ։ Ես էստեղ ունեմ բացահայտ սրտի ֆավորիտ, որովհետեւ կապչունի։ Հիմա ինձ թվում է իրան եմ ասելու Ջենիֆեր Լորենս կապչունի լավ է եղել, վատ է խաղացել, ոնց է խաղացել։ Ես միշտ ուզում եմ բոլոր մրցանակներն իրան տան։ Հա, ես զգում եի, որ հասունանում այդ բան։ Այո։ Ռենատե Ռեյնսվե, հուսամ ճիշտ եմ ասում անունը։ Ճիշտ ես ասում։ Sentimental Value, Julia Roberts, After the Hunt, Tessa Thompson, Hedda եւ Eva Victor, Sorry Baby։ Հետաքրքիր խոսալիքներ ունենք իրականում։ Սկսենք Էդոից։ Հա, դե առաջինը թեմայի շուրջ, թվում է թե այստեղ կրկին երկու հոգու մեջ է պայքարը գնում։ Բայց ավելի թույլ է պայքարը։ Բայց ավելի թույլ է պայքարը, որովհետև Ջեսի Բակլի performance-ը նայողները ասում են, որ ոչ մի պայքար չկա, բայց մենք քանի որ դեռ չենք նայել, մենք դիտել ենք Sentimental Value-ն եւ Renate Reinsve-ին, որը որ բավականին լավ էր, ոնց որ թվում է թե այդ երկուսի հիմա տենց իմ կարծիքով այդ երկուսի մեջ է լինել, որովհետև եթե օրինակ Sentimental Value-ին սկսեն տալ, այսինքն մի քանի հատ տան, որ հավանական է ինքն էլ կարա լինի conversation-ի մեջ, բայց դե հա իմ համար ինչպես նշեցի Ջեսի Բակլին ակնհայտ ֆավորիտ է եւ
քանի այս topic-ի վրա ենք եւս մի նկատ առնում, ապա տարին շատ հաջող է Ագնես անունով մարդկանց համար, Ագնես։ Okay. Երկու Ագնես հերոսուհի կա best actress-ի մեջ եւ մեկը հենց Ջեսի Բակլի հերոսուհին, Ագնես Շեքսպիրը, եւ երկրորդը Էվա Վիկտորը, որը Sorry Baby-ի մեջի Ագնեսն է, եւ մի հոգի էլ ունենք supporting-ի մեջ, Sentimental Value-ի մեջի Ագնեսը։ Այսինքն 3 Ագնես մի տարում կարող են հաղթել։ Չեն կարող հաղթել, որտեղ երկուսը մի կած են վերևը, բայց 2 Ագնես, բայց 2 Ագնես կարող են հաղթել եւ 3 Ագնես նոմինացված են, այն որ ուղղակի ցնցող տարի է Ագնեսների Անյես Վարդան հիմա կենթանի լիներ ինքն էլ ինչ որ Օսկարի նոմինացիա կստանա։ Կամ գոնե շատ կուրախանալ։ Ադաշների համար ես ուզում ասել։ Հա, տեսեք այստեղ Ջենիֆեր Լոուրենս ֆիլմը ես նայել եմ, Die My Love։ Նու Լին Ռեմսի ֆիլմերը գիտենք, բայց հանուն արդարության ինչքան էլ ես սիրում եմ Լոուրենսին եւ այլն, Լին Ռեմսի այս ֆիլմը բավականին զիջում էր նրա նախորդ ֆիլմերին, հատկապես երկու ֆիլմին, նախորդ You Were Never Really Here, Խոակին Ֆենիքսի, հատկապես այդ ֆիլմին, սենց ասեմ, ես բավականին հոգնել էի ընթացքում, այնքան էլ համ ամբողջ ֆիլմի ընթացքում բալետ էի անում, որ Լոուրենսը դե ինքը տենց էլ լավ էր խաղում, այդ հարցը չկար էլի, ուղղակի շատ հոգնածնող ֆիլմ էր։ Այստեղ երկու ուրիշ բան ասեմ, Ջուլիա Ռոբերտսի After the Hunt-ը, Լուկա Գուադանինոյի, մի ոնց ասեմ, զազրելի ֆիլմ է ուղղակի, այնքան անհետաքրքիր հոգնած ֆիլմ է, ես կասեի, երաժշտությունը ֆիլմի հետ չի բռնում, որ ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում։ Ինչ որ դասախոսի է խաղում, ով ինչ որ ինտրիժկեքի մեջ է, ընդհանրապես հետաքրքիր չէր, լավ է խաղում, բան չունեմ ասելու, բայց չէ, ինձ թվում է Օսկարը իրանից հեռու կմնա։ Տեսա Թոմփսոնի Խեդդա ֆիլմը։ Ես իրականում Իբսենի Խեդդա Գեբլեր պիեսը կարդացել եմ մի 3-4 տարի առաջ։ Ճիշտն ասած, այն թեմաներն ինչ որ այս ֆիլմում արծարծվում էր, ես չեմ կարողանում հիշել պիեսում այդ կար թե չկար, չեմ կարողանում հիշել, բայց ֆիլմը բավականին թույլ ֆիլմ էր, այնտեղ ինձ թվում է չէին կպել են կետերին, որը հիմնականում Իբսենը ժամանակին փորձել էր բարձրացնել, այստեղ ավելի ժամանակակից բաներ էին։ Այո, Էվա Վիկտորը շատ լավ է խաղում Sorry Baby-ում, բայց մի տեսակ զգացում է, որ այս ֆիլմը ուղղակի սենց տեղավորվել է այստեղ, այստեղ ինձ թվում է Ջեսի Բակլին կհաղթի։ Իտխրություն ինձ։ Իտխրություն Մարտինին, հա, ես ճիշտ ասած այստեղ ֆիլմերից միայն Sentimental Value-ն եմ նայել։ Ռենատը Ռեյնսվեն լավ էր խաղում, բայց սրանից ավել ես այդտեղ եւի կարծիք չունեմ, մենակ կարամ էլի օդերից ասեմ, որը որ թվում է թե արդեն բարձրաձայնեցիք, Ջեսի Բակլի միանշանակ առաջատար, երկրորդ տեղով է Ռենատը Ռեյնսվեն, բայց մոտ 90% ավելի քիչ հավանականությամբ։ Շատ ուժեղ երկրորդ տեղում է։ Այնպես որ սպասենք, բայց կարող է Էդոյի ասած տենց տարբեր նոմինացիաներ ինչ որ էլի հաղթանակներ մի քիչ օդերը բարձրացնեն, բայց դա երևի արդեն դեպի Օսկար էլի հիմա թվում է թե արդեն շատ բան փոխել չի ստացվի։ Դե կարող է ինչ որ միտեղ կարող է սուրպրիզ լինել։ Այո, BAFTA-ում օրինակ։ Չէ, նկատի ունեմ Golden Globe-ի մի նոմինացիայում կարող է։ Հա, հենց այստեղ նկատի ունես, հա, օքեյ։ Հուսանք սա չի լինի եւ Լոուրենսը կհաղթի։ Հենց սա կլինի, բայց այդ տեսակետից չէ։ Իսկ այս Համնետի պատմությունը ուզում եմ մի քիչ բացել։ Ո՞ւմ ինքը կարա լավ ներկայացնի։ Ինձ միջև նոր չասեցիր, ես ուսրադրություն չդարձեցի, որ Ագնես Շեքսպիրը ոչ թե այն հետո է, ինչպես շատերս գիտենք Շեքսպիրի հետ ասոցացվող։ Դե հա, այստեղ գրքի էկրանիզացիա, նոր գրքի էկրանիզացիա, հենց որը կոչվում է Համնետ, եւ պատմում է Վիլյամ Շեքսպիրի բարդի մասին ու նրա սիրած կնոջ Ագնես անունով, որին ստեղ մարմնավորում է Ջեսի Բակլին ու չգիտեմ, արժի ասել թե չէ, բայց նրանց որդու Համնետի մասին ու մնացած երեխաների մասին։ Մնացած արդեն ֆիլմը նայեք կտեսնեք։ Սենց մի տեսակ շատ տխուր ֆիլմ եմ սպասում, շատ սետին կպնող։ Թվում է թե հա, չարժի շատ փակակցել։ Digital release-ը դերևս նույնիսկ օր հայտնի չի, հա, digital release-ի, բայց խիստ սպասում ենք այս ֆիլմին, այո։ Բայց նոր տարուց հետո թվում է։ Ինչպես ասում է Համնետի սպասումներով։ Համնետի սպասումներով, այո։ Համնետի սպասումներով անցնենք հաջորդ կատեգորիային։
դա լավագույն դերասան արդեն musical կամ comedy այստեղ լուրջ է այստեղ իմ սիրված ամեն թողարկմանը խոսում ենք իր մասին մեծ սիրով ասեմ Տիմոթի Շալամե Մարտի Սուպրիմ Ջորջ Կլունի Ջեյ Քելլի Լեոնարդո Դիկապրիո One Battle After Another Ethan Hawke Blue Moon հուսամ հիմա ճիշտ կասեմ Lee Byung-hun այո No Other Choice այո եւ Jesse Plemons Bugonia այո Այստեղ թվում է թե ոչ մի սյուրպրիզ չի եղել նոմինացիաների տեսանկյունից, ովքեր որ ենթադրվում էին, որ կոմեդիայի լավագույն դերակատարի տղամարդունում պետք է լինեն, եղել են, նու այստեղ պայքարը լուրջ է, չէ՞, կարելի ասել։ Շատերը Շալամեին տալիս են, բայց հա, պայքարը լուրջ է, ասեմ, որ Critics Choice-ի հետ էլի համեմատելով, այնտեղ մի best actor կատեգորիա է, հա, բայց այնտեղից գալիս են, այնտեղից Golden Globe գալիս են Տիմոթի Շալամեն, Դիկապրիոն եւ Ethan Hawke-ը։ Այո, Blue Moon-ի համար։ Հա, հենց Blue Moon-ի համար, այսինքն ոնց որ կարելի է ենթադրել, որ հենց այդ երեքն են, որ այսպես մնացածից առանձնացված են, մյուսները պայքարի մեջ չեն, նու մեր տրամաբանությամբ ամենայն դեպս, այսինքն Lee Byung-hun-ը, Jesse Plemons-ը եւ George Clooney-ն այդքան էլ կոպիտ ասած շանսեր չունեն հաղթելու գուցե դե Շալամեի performance-ը սկզբում ով նայում էր ասում էր որ ուղղակի հիանալի է հենց նա է հաղթելու վերջնա շատ ուժեղ ասում են վերջնա շատ ուժեղ է դե բացի դրանից գիտենք որ այսպես իր նարատիվն էլ է լավ այսինքն նախորդ տարիներին անընդհատ ինքը ունենում էր նոմինացիաներ չէր հաղթում, անընդհատ բայց լավ խոսում էր, ասում էր Բաֆտան հաղթեց ու շատ լավ խոսած։ Շատ լավ խոսում էր, ասում էր որ ես ուզում եմ among the greats լինել եւ այլն եւ այլն։ Բաֆտաներ թե սագը։ Դե չգիտեմ, դրանցից մեկը սագը երևի։ Ու ոնց որ ամեն ինչ գնում էր նա որ Շալամեն է տանելու, բայց վերջի մի քանի շաբաթվա իրադարձությունները, մասնավորապես մի քանի այդպես ամերիկյան քաղաքների սերկլները critics եւ այլն առաջ են տանում Ethan Hawke-ին Blue Moon-ի համար, դե ինչու, որովհետև Ethan Hawke-ը տենց ոնց ասեմ, շատ household էսպես մարդ է, այսինքն բոլորը նրան գիտեն, երևի անմիշտ ֆիլմեր է սովորացնում։ Չէ, անձնապես գիտեն, ինքը էսպես բոլոր տեղերը կա էլի էսպես ասած, ու թվում է թե իրոք լավ կատարում է, Շալամեի կատարումը իհարկե չենք տեսել, ասում են որ շատ լավն է, բայց Ethan Hawke-ին դե Blue Moon-ը նայել ենք, իրոք լավն է, բայց նու չգիտեմ ինչքանով կբավարարի հաղթելու համար պետք է ոնց որ Շալամեին էլ նայենք ամեն դեպքում եթե ինձ հարցնեն այսպես Շալամե համար 1 երկրորդ տեղ Ethan Hawke բայց շատ փոքր է տարբերությունը հա բայց այստեղ տես ինչն է հետաքրքիր փաստորեն Դիկապրիոն էլի երկրորդ պլան է մղվում այստեղ երրորդն է արդեն երրորդ պլան է մղվում դե հեսա տոկոսներին տոկոսն է բայց հա չէ Դիկապրիոնն դենցա որ թվում է թե ֆավորիտ կարա լինի բայց այս ու այստեղ տես ինչ մի հետաքրքիր այլ նկատառում կա տես Օսկարում միշտ հիմնականում ոնց է լինում չէ Օսկարում միշտ Golden Globe-ի դրամայի հաղթողներն են այնտեղ ֆավորիտներ լինում բայց այս տարի կոմեդիայի 3 ֆավորիտներն են, որ այնտեղ ֆավորիտ են լինելու, այդ հետաքրքիր է։ Շալամեն էլ, Դիկապրիոն էլ, Ethan Hawke-ն էլ best musical or comedy-ից են գնում Օսկար։ Դե իմ համար այդ անհասկանալի ընտրությունն է, ինչով են ֆիլմերը դրամա չէին, էլի։ Okay, հա, օրինակ ճիշտ է, No Other One Battle After Another։ Ինչով դրամա։ Ասենք մի քանի ծիծաղալու պահ կար։ Հիշում եմ, որ Ռիդլի Սկոթը իմացավ Մարսիանինը կոմեդիայի տեխնացու է, ասենց լավ։ Այո։ Դու ինչ ես ասում։ Դե ես մի երկու բան ասեմ։ Ապա հետաքրքիր փաստեր չէ իմ ապրումները իմ հարաբերությունները Տիմոթի Շալամեի հետ կապված իրականում ես սկսել եմ իրան մի փոքր ուրիշ աչքերով նայել ինչ ավելի բարի աչքերով ես դեռ մնում եմ իմ կարծիքին որ ինքը իմ կարծիքով բոլոր տեղերում նույն դեմքով է խաղում բայց վերջերս վերանայեցի Ձունան ու ասենց ասեցի լավ կարող է եւ ես անիմաստ կռիվ եմ անում ու բացի դրանից օդերը Տիմոթի Շալամեն հիմա ակնհայտ ֆավորիտ է բայց Դիկապրիոն երկրորդ տեղով ու տոկոսն է մոտապես 58%-ը քվեարկողների այդ օդերը հա բանանողների Տիմոթի Շալամեն տալիս բայց մոտ 27%-ը Դիկապրիո այսինքն հերավորությունը օրինակ չգիտեմ best actress-ի պես տարբերություն չի էլի հետեւաբար այստեղ գուցեև կարելի է սպասել որ պայքար մեկ պայքար մյուսի հետևից կա պայքարը պայքարի հետևից դե հույսը կրկին
միայն նա որ ֆիլմը տանի, այսինքն Պոլ Թոմաս Անդերսոնը իր ֆիլմով սենց գա ու ամեն ինչ մաքրի սրբի տանի, բայց չգիտեմ, չեմ ակնկալում, որտեղ իրոք թվում է թե եթե սա Շալամեի տարին չի, որը կլինի Շալամեի տարին։ Դեռ երիտասարդ է։ Դե երիտասարդ ինձնից էլ է փոքր։ Հետո կդառնա բանի Դիկաբրիայի Պիտեր Ռոտուլի օրը կգնի հետո։ Լավագույն դեպքում Դիկաբրիայի, վատագույն դեպքում Պիտեր Ռոտուլի օրը կգնի։ Այո։ Դե բայց ուրիշ հարց է, բայց Դիկաբրիոն եթե հիմա չէ երբ չեն Սկորսեզեի չորքին չէ ունի, բայց խորարա։ Հետո արդեն է, Դիկաբրիոն արդեն ուրեմն Դե լավ, բայց Դիկաբրիոն կարիերան ավարտի մի Օսկարով։ Ինչ վատ է։ Բայց շատ հեռու է այնտեղ կարիերան ավարտելու իս թվում է հələ 50 կա 60-ի կամերներ ոնց դե թե մի 20 տարի էլ կխաղա ինչ որ ձեդի դերով Օսկար կստանա իս թվում է մի օր Դե չգիտեմ ես կնայենք մարտի Սուպրիմը մի քիչ ավելի բան կանեմ հիմա все-таки բայց ասում են շատ լավ ֆիլմ Իմ այդ պրիդվզյատի մոտեցնա բայց քանի որ սպորտ դրամա սիրում եմ ու Շալամեն եթե sense դեմքով չխաղաց ուրեմն հա տրեյլերից թվում է թե լավ ամեն ինչ լավ է այնտեղ լինելու իր մոտ որտեղ իրանց սազող դեր է տեսնենք Ես սխապեցի 51 տարեկան Խնդրեմ Մարտինը ինչպես միշտ բոլորի տարիքը չգիտեր Դիկապրիոն 51 տարեկան Դե ինչ մենք մեր հույսերով իսկ նոմինացիաներով գնանք առաջ լավագույն դերասանուհի մյուզիկալ այսօր արդեն հնչած անուն հա Rose Byrne If I Had Legs I'd Kick You Cynthia Erivo Wicked Part 2 as mist Orivo Cynthia Erivo Kate Hudson Song Sang Blue Chase Infinity Martini կողմից շատ սիրված գրքի One Battle After Another Amanda Seyfried The Testament of Anne Lee եւ Emma Stone Bugonia Այստեղ էլի այն ցուցակն է որտեղ գտնվում է իմ Դա Chase Infinity-ին դեռ չենք դասում իմ ամենասիրած դերասանուհին Շակին իրան ուղղակի նայում ենք ինքը շատ լավն է ուզում ես ինչ որ լավ բան լինի իր հետ իսկ այստեղ գտնվում է իմ երկրորդ ամենասիրած դերասանուհին Amanda Seyfried-ը Այստեղ Amanda Seyfried-ը թվում է թե ֆավորիտների մեջ չի Ես չեմ տեսնում այստեղ կոնկուրենցիա Այո ով միանգամից Rose Byrne-ը հաղթելու է որովհետև Հա, էլի այդ նույն Օսկարի ֆավորիտ է էլի այդ նույն մնացած այդ քո ասած փոքր քաղաքների circle-ները Rose Byrne-ին են արդեն տվել ու Rose Byrne-ը արդեն նենցա որ արդեն ասենց շատ արագ մոտիկանում է դեպի Jessie Buckley զոնա դրա համար ոնց որ հա հետաքրքիր է թե հետաքրքիր չի չգիտեմ իրականում լավ հետաքրքիր չի իրականում լավ կատարում է չես կարող ասես որ վատ կատարում է ֆիլմը ըստ իս շատ ուժեղ չէր, շատ թերություններ ուներ, բայց կոնկրետ իր կատարումը բավականին ուժեղ է, ել եմ ասում ինչ գործ ունի musical or comedy մեջ։ Մի քիչ ինքը ծիծաղալու դեմքեր էր անում, երևի դրանից է։ Հա, եթե ինչ որ մարդը ինչ որ յարդային Էդի թե ծիծաղալու է։ Եթե դա ծիծաղալու է, աշխարհի սամենա դեպրեսիվ կինոն է ծիծաղալու է, հա, բայց այլապես չգիտեմ, ամեն դեպքում ըստ իս, այդտեղ Rose Byrne-ը արդեն հաղթել է, բայց տեսնենք, չգիտեմ։ Ну այստեղ հետաքրքիր է որ Chase Infinity-ին ստացավ, ինքը անցավ leading ու նոմինացիան էլ հեշտ ու հանգիստ ստացավ, ու ի դեպ ինքը Critics Choice-ում էլ է ստացել ընդհանուր actress-ի նոմինացիան, հետևաբար, չգիտեմ, ինքը լավն է, բայց ես չեմ ուզում որ ինքը Օսկարի նոմինացիա ստանա, որովհետև այնտեղ հնարավոր է դուրս մնան Jennifer Lawrence, Amanda Seyfried այդ էշելոնի մարդիկ էլի, ինչը մի քիչ ինձ կտխրեցնի։ Ու ամենագլխավոր ինչ ես ուզում եմ ասեմ, ճիշտ է ինքը շատ լավ դերասանուհի է, արդեն 2 Օսկար ունի եւ այլն, ես չեմ ցանկանում որ Emma Stone-ը Օսկարի նոմինանտ լինի այստեղից։ Ինչի՞։ Որ նույն պատճառով, որ Jennifer Lawrence-ն Amanda Seyfried-ը ստանան նոմինացիաները։ Դե էլի օդերի տեսանկյունից Rose Byrne 82-83%, երկրորդ տեղով Emma Stone, բայց էլի 5-6%-ի կարգի, բայց իմոց sense մի հատ հարց առաջացավ, այսինքն ինչ դուրս է գալիս, որ Jessie Buckley-ն ու Rose Byrne-ը նաև երևի Օսկարի գլխավոր ֆավորիտներն են, հա, համարյա այդ երկուսի միջև է, էլի, այդպես համարյա 50-50։ Ու երրորդ տեղով գալիս է Renate Reinsve-ը։ Երրորդ տեղով, հա, այդպես։ Ունդեղ որ շատ ուժեղ պատկերացնում է Golden Globe-ի։ Ու այնտեղ արդեն Օսկարում որ պատկերացնում ենք 2 տեղի համար պայքարելու են մի 5 հոգի տենց։ Jennifer Lawrence, Amanda Seyfried, Chase Infinity,
Emma Stone, այսինքն այս դերասանուհիներն ինչ անուններ ենք տալիս, իրանք այդ վերջի երկու նոմինացիայի համար են բանանում։ Դե Սինթիա Էրիվոն այս տարի նույն բանը խաղաց ինչ անցյալ, դե գիտեք իմ կարծիքը անցյալ տարվա Օսկարի մասին, ես համարում եմ Սինթիա Էրիվոն պետք էր հաղթեր, չհաղթեց, իսկ այս տարի ճիշտն ասած ինձ ընդհանրապես իր Wiki-դում չտպավ, որովհետև նոր բան չտեսա ուղղակի երևի դրա համար։ Դե անցնենք հաջորդ նոմինացիային կատեգորիային Best Supporting Actor in Motion Picture Ճիշտ եմ հասկանում, որ այստեղ բաժանում այլևս չկա դրամա տանջում են իրանց այստեղ մի նոմինացիա Best Supporting Actor in Motion Picture Benicio del Toro One Battle After Another Jacob Elordi Frankenstein Paul Mescal Hamnet Sean Penn One Battle After Another, Adam Sandler, Jake Kelly, եւ Stellan Skarsgård, Sentimental Value։ Այստեղ մի արագ նկատառում անեմ, հետո նոր դու մի բան ասա, դու քո ասելիքն ասա, սա միակ նոմինացիան է, որտեղ Golden Globe-ի ու Critics' Choice-ի բոլոր ընտրությունները նույնն են, 6-ն էլ նույն ընտրությունն են։ Իսկ Օսկարում իրանցից մեկը դուրս է մնալու։ Տենց է, չէ, այնտեղ 5 է։ 6 հոգի չէ, հա, տենց է, այնտեղ 5 են ու իսկ թվում է դուրս մնացողը լինելու է ոչ ավել ոչ պակաս Benicio del Toro Adam Sandler-ը ամենայն հավանականությամբ, որովհետև սկզբում կարծում եմ որ Elordi-ն է ստեղ ավելորդ, բայց նենց է դուրս գալիս, որ Frankenstein-ը բավականին լավ է դիտվել, այնց բոլոր տեղերը ինքը կա։ Դե ինչ ասեմ այս կատեգորիայի հետ One Battle After Another նայելուց հետո Sean Penn-ի performance-ը իմ համար ուղղակի տենց շլացուցիչ չէ, շատ լավն էր էլի եւ առայժմ մինչեւ այս պահը չեմ նայել ուրիշ տենց ինչ որ նու ասեմ որ Paul Mescal-ին չեմ տեսել Hamnet-ում իհարկե ասում են շատ լավ է բայց օրինակ Stellan Skarsgård-ը չէ դրա համար չգիտեմ ես կտայի Sean Penn-ին եթե ես դուրս լինեի իսկ ցանկությունը չէ, իսկ որ մտածում ես ով կստանա։ Իսկ որ մտածում ով կստանա, դե Sean Penn-ը մի փոքր հակասական կերպար է, դրա համար եմ էլի ասում, իր քաղաքական այսպես տեսակետներով եւ ամեն ինչով, մի փոքր հակասական կերպար է, բայց դե չգիտեմ, էլի, sense որ նայում եմ հիմա այս ցանկին Դե Stellan Skarsgård-ը իր կյանքի acting-ն է անում այս ֆիլմում ասում են։ Չգիտեմ կյանքի acting-ն է անում թե չէ, Stellan Skarsgård-ը հա, եթե sense սկսի sentimental value տանել, ինչպես արդեն կրկնեցի, սկսի տանել, հա կտանի, բայց ոնց որ ինքը ֆիլմի հետ է գալ, էլի, ես այդ ֆիլմում նենց իրան չեմ տեսել, որ ինքը օրինակ մյուսներից լավ է խաղում կամ դա ինչ որ առանձնացող չէր, էլի, այնտեղ մարդ կար որ շատ լավ խաղում։ Հա, դա մարդ կար որ շատ լավ խաղում, բայց ինքը չէ։ Դե չգիտեմ։ Այո։ Ինչևէ, տենց ոնց որ հավասարոտ կատեգորիա է, ես տեսակետ եմ լսել, ես Sean Penn-ը շատ։ Ես տեսակետ եմ լսել, որ նույնիսկ հնարավոր է որ Benicio del Toro-ն հաղթի։ Տենց բան եմ լսել։ Ինչ որ universe-ում տես բան հնարավոր է։ Սա որ օդերին գան։ Ճիշտն ասած ես Del Toro-ին եմ բալետ անում ստեղ, որովհետև իր կերպար այդ ֆիլմի սենց շատ լավ կերպար էր։ Համ ինքը իսկական supporting performance էր։ Ինքը support էր անում եւ Chase Infinity-ին, ինքը support էր անում եւ DiCaprio-ին, ու մի շարք մեքսիկների եւ այլն, տենց։ Մի բան էլ ստեղ էլի են բանն են կարծես արել, են այսպես տրյուկն են արել, որ Paul Mescal-ը սկզբում ասում են հիմնական լինելու, հետո տենց հասկացան հիմնականում տենց խառը վիճակա։ Հետո չգիտեին, ստեղ ինչ է կատարվում։ Հա, supporting-ի համար է չեմ սիրում, էլի մի քիչ տենց բաներ, որովհետև եթե իրոք էլի ինքը ֆիլմում ոնց որ հիմնական, ասենք Շեքսպիրի մասին ֆիլմում Շեքսպիրին է խաղում, չգիտեմ, դրա համար ուզում ասեմ, ինչքան էլ ինքը տես լավ դերասան է, ոնց որ ստեղ չի ուզի, իսկ Sean Penn-ն ու Del Toro-ն դե ոնց որ հա, ակնհայտ support են անում այդտեղ։ Այո։ Մեկը պրոստը մի քիչ ուրիշ բան ասում։ Մեկը anti-support է անում, իսկ ენი հստակ support է անում։ Օդերն ինչ է ասում։ Իրական օդերի պահով կարող է սա զարմանակ առաջին տեղ Stellan Skarsgård ու բավականին ատրիվով մոտ 67%, երկրորդ տեղ Benicio del Toro մոտ 20% ու հետո նոր Sean Penn 10%-ի կարգի։ Այսինքն Sean Penn ու Benicio del Toro պլյուս մինուս մոտ են, բայց Stellan Skarsgård-ը
բավականին մեծ ոնց ասեմ ատրիվով հենզիկապով հա արչեվում է ու իրականում ֆիլմերի տեսանկյունից հա Բենսիո դել Տորոյի կերպարը շատ էլի sense սրտից կերպար էր բայց դա ստեղ կարծ գրնել եմ կարծիքով շատ լավ է խաղում ոնց որ հարց չկա դաժե այդ ֆիլմում ինձ թվում է դերասանական sentimental value-ի մասին է խոսքը դերասանական խաղի տեսանկյունից թվում է դեռ այն հազվադեպ դեպքերից է որ ոչ մեկին էլ հարց չեն կարող նույնիսկ Էլիֆանինգին նույն առավել եւս Էլիֆանինգին դե ուղղակի ոնց որ ուզում ես հասկանալ թե ում դերն էր դժվար ըստիս ամենադժվար դերը sense by a mile դա Շոն Պենի դերն էր հա այդ տեսակ որովհետեւ դե մի քիչ շատ հա ինքը ուղղակի մեծ դժվարություններով մարդու էր խաղում բայց հա իսկ Սկարսգարդը խաղում էր սովորական ինձ թվում է տենց չգիտեմ շվեդական կինոյում կամ նույնիսկ թատրոնում շատ հանդիպող պերսոնաժի Տվորշիսկի կրիզիսի մեջ գտնվող նա հա այսինքն ինքը չգիտեմ ցանկացած թատրոնի կամ կինոյի դերասան այդ ձևի դեր ավելի հեշտ խաղա քան այնպիսի դեր ես ոչ չեմ պատկերացնում օրինակ ոնց է Շոն Պենը այդ ամեն ինչի համար պարապել եւ այլն իսկ Դել Տորոն էլ հա շատ լավն էր բայց էլի բավականին ոնց ասեմ տենց թվում է հեշտ ես տեսել եմ մասնակից չեմ Դել Տորոյի դերը թվում է շատ ավելի հեշտ է իրականացնել ուրիշ ինչպես հրաշքն ասում ուրիշ մարդիկ կարային այդ նույնը հա այդ իր սիրած բայց ամենասիրած ամենասիրած միտքն է հա բայց օրինակ այստեղ մի ուրիշ հարց կա ինչը մենք ժամանակին քննարկել ենք բայց միգուցե հետ էլ կարա աշխատի բայց ուղղակի ասում ենք որ ինք Օսկարները շուտ է ստացել այստեղ մի հարց կա որ Շոն Պենը 2 հատ լիդինգ Օսկար ունի արդեն միգուցե ուղղակի ասեն դե լավ ինչ 3-րդ Օսկար 3 Օսկար ունի Ջեք Նիկոլսոնը ու եւս supporting հա դա ամեն դեպքում դե պատկերացա իրա երկուսը լիդինգ են հա իսկ Ջեք Նիկոլսոնինը հենց տենց է երկու լիդինգը ու մի supporting հետեւաբար նույնիսկ այդ կարա ինչ որ պատճառ հանդիսանա որ միգուցե երրորդը ասեն որ դե չէ շատ կլինի բայց օրինակ դոյ ասացի բանով օրինակ ինձ միշտ թվում է որ եթե լավ դերասանի մասին է խոսքը ինչ որ գժի խաղալ է տենց իրանց սովորաբար մեծ բարդություն չի ներկա այստեղ մի քիչ ուրիշ գիժեր համաձայն է որ այստեղ լավ խորություն կա այդ շատ խորը այդպես մի քանի layer հա համաձայն եմ հա բայց ես նաև ուզում եմ անպայման անդրադառնանք թեկուզ թեթև Ադամ Սենդլերին որտեղ Ջեյք Էլիում դե ամեն դեպքում Ադամ Սենդլերին այտենց չենք տեսել ես անգամ Ջեյմսը ճիշտ ասած Ջեյմսը չեմ նայել բայց ամեն դեպքում ես որ տենց Ադամ Սենդլերին էկրանին տեսնում չեմ Happy Gilmore եմ տեսնում բայց ես քեզ հավատացնում եմ էսի լավ շատ sense ինքը sense կարա խաղա sense ասեմ դե տեսա բայց ինչն է հետաքրքիր ֆիլմ կա Ադամ Սենդլերով հրաշալի մեկը Պոլ Թոմաս Անդերսոնը Punch Drunk Love-ը երկրորդը անկա Ջեյմսը որտեղ Ադամ Սենդլերը ուղղակի չգիտեմ դրամատիկ դերասանի վերևի էշելոնի տպավորություն է թողնում բայց դե փող են կամեդիաներն են վերել դե հասալ բամբախի կինո ստեղ ոնց որ իր օրենքներն են գործում բոլորը այնպես դրամեդիոտ ինչ որ պերսոնաժներ են չգիտեմ ստեղ ուղղակի թվում է թե Ադամ Սենդլերը էս մյուսների հետ ոչ համաձայն եմ դե Պոլ Մեսկալին եւի դեռ պիտի տեսնենք բայց օրինակ Ջեյկոբ Էլորդի թե Ադամ Սենդլեր իմ համար միանշանակ չի թե ով պիտի հա այդ տեսանկյունից է ու ինչն է հետաքրքիր չէ Ադամ Սենդլերին միշտ ինտերվյուներում ժամանակ այտենց հարցնում էին թե դուխի Օսկար չես ստանում քո ֆիլմերը մի սենսերն են դե ինք ասում էր որ ես սիրում եմ նկարանվել ֆիլմերում որ ուրախացնեմ մարդկանց նայեն եւ այլն բայց տես որ արդեն Օսկարի հետևից է գնում ինքը երևի չի գնում ինքը չի գնում բայց կարող է գնում է հավատացեք ինձ գնում է ահա Okay, անցնենք սահուն անցում անենք supporting դերասանուհիներին, աղջիկներին։ Ցուցակը Emily Blunt, The Smashing Machine, Elle Fanning, Sentimental Value, Ariana Grande, Wicked for Good, Inga Lileos, եթե ճիշտ եմ հասկանում շվեդերենի երկու ան Sentimental Value կրկին, Amy Madigan Weapons եւ Diana Taylor One Battle After Another Այստեղ էլի շատ նման է այն նախորդ մի երկու նոմինացիայի ճիշտն ասած ես երբ որ նայեցի Wicked for Good-ը շատ զարմացա ես չէի սպասում որ Ariana Grande-ն այդ տեսակ performance կցուցաբերի ես դե իրան որպես երգչուհի եմ շատ սիրում բայց որ տենց դերասանական խաղով ինքը աչքին գնի ու տենց լավը լինի ինձ շատ զարմանալի էր ու ես մտածեցի որ հա միգուցե 6 տարի արդեն իր ժամանակն է բայց հետո նայեցինք Sentimental Value-ն եւ այստեղ Ինգա Իպսդոտիր
ինքը փաստորեն ինչ որ իսլանդական արմատներ ունի։ Ես հատուկ նայեցի, գնացա որ նորվեգական դերասանուհի է, ես էլ դրա հետևից գնացել որ հասկանայի գուցե իսլանդացի է։ Իպսի աղջիկն է փաստորեն։ Իպսի աղջիկն է հստակ հասկացանք, բայց նորվեգացի է դրա հետ մեկտեղ։ Հա, հիմա Լիլիաս ասենք թե ոնց իրան մի խոսքով այ Լիլիաս ասենք Ինգան այս դերասանուհին ուղակի այդ ֆիլմում ինձ sense ոնց ասեմ տարավ իր հետևից ֆիլմի երկրորդ հատվածում ու սկզբում ինքը sense շատ կողմնակի պերսոնաժ էր թվում էր թե հա ինքը տեղ է ինչ որ ստեղ անեն ինչ որ բաներ է անում սրան է օգնում սրա հետ խոսում երևա ոչ ինքը նրս տեսակից է ոնց որ մենք բան ենք խոսացել ենք բայց ֆիլմի երկրորդ հատվածում ինքը իսկականից հայերեն ասած իսպալինյա տարեց այդ մեր սիրած արտադրությունն է ես sense իմ ձեռքով ուղակի sense Օսկարը կվերցնեի ու կտայի Ինգային Ես ինչ որ չափով համաձայն եմ, այս բոլորի մեջից համենայնպես այն բոլոր մարդկանց ում տեսել եմ, այն բոլոր ֆիլմերում տեսել եմ, ես էլ Ինգային կտայի, որովհետև հա, թվում էր թե հենց երևի դրանից որ առաջին կեսում ֆիլմի քեզ թվում է թե այսպես ինքը այդպես ուղղակի այնքան որ այնտեղ է բայց երկրորդ մասում հասկանում ես որ ինքը ոչ մի բանով չի զիջում որևէ մեկին այդ ֆիլմում եւ նույնիսկ նույն այս կատեգորիայում գտնվող Էլ Ֆանինգին չի զիջում նու ըստ իս դեստեղ էլի դերերի տարբերություն է Էլ Ֆանինգը դերասանուհի է խաղում որ թվում է թե պրինցիպի ինքը իրան է խաղում մոտավոր հա մի քիչ տենց դժվար է դատել, բայց Ինգան ուղղակի դե ոնց ասեմ, քանի որ ոչ մեկ չի ճանաչում Ինգային, իսկ բոլորը ճանաչում են Արիանա Գրանդեին։ Այո, հատկապես մենք։ Ցավոք Ինգայի համար շատ դժվար է լինելու։ Տեյանա Տեյլորը չեմ ասի, որ ինչ որ շլացուցիչ էր, իմ համար ինչ որ շլացուցիչ բան չկար։ Էմի Մաձիգանին Weapons-ում չեմ տեսել, Weapons-ը կարող որ չեմ նայել։ Այդ դե բացես թողել գլխավոր բաց թողումներից է այս տարվա։ Դե չգիտեմ, կուզեի որ տային Ինգային, ում են տալու հրաչը կասի, կանխատեսումներ հələ մինչև դրա անցնելը, հա։ Ես էլ բացակայում եմ, երևի դրա մասին էլ խոսենք։ Գվինեթ Պելտրոուն, հա, հիանալի դերասանուհի, ում շատերը չեն սիրում ինչ որ իրադարձություններից ելնելով ժամանակին 90-ականների, ինչ որ պրոդյուսերների հետ կապված եւ այլն, ինչ որ տենց բաներից, բայց ինձ թվում է Գվինեթ Պելտրոուն, այո, Վայնստայնի ասի անունը չտամ, մեր ալիքով YouTube-ը չկտրի։ Գոնե մեր ալիքով իր անունը չգնա։ Կկտրենք այս հատվածը։ Գվինեթ Պելտրոուն չկա, այստեղ ինձ թվում է ինքը տենց լավ contender կլիներ, բայց Օսկարում ինձ թվում է դեռ պետք չի տենց բան անել, որ տիպը չի լինի եւ այլն։ Ինչն է ուզում ասեի, այս կատեգորիայում ֆավորիտները շատ sense գնացին եկան, չէ՞ մի պահ Էմի Մադիգանը ահա որ ֆավորիտ էր, նենց ֆավորիտ էր Էլդուսուս, հետո Տիանա Տեյլորը դարավ, հետո Արիանա Գրանդեն դարավ, տենց ինչ որ ասեն, հա, ասեն ինչ որ տեղի આવ્են փոփոխություններ, իսկ թե ինչ վիճակա հիմա Կասի հրաչը Ցույց կտա պակաշը դվերին Ուզում եմ ես իմարա Էսին եզակի նոմինացիանից է որտեղ որ համարը բոլոր ֆիլմերը նայել եմ Մենակ մի հատը չեմ նայել Էդի The Smashing Machine-ը Այո, էդ էլ կարաս նայել Էդ էլ կարամ նայեմ Կարամ չնայեմ Դես Էբիլի Բլանդին եմ ուղղակի շատ սիրում Ինչ է ուզում ասեմ Ֆիլմից հետո էս էլ իմ երկրորդ ամենասիրած արտահայտությունն է Համ Էլ Ֆանինգը, համ Արիանա Գրանդեն իմ կարծիքով ուղղակի իրանց են խաղացել այդ ֆիլմը։ Օրինակ Արիանա Գրանդեն որ ինտերվյուներ եմ նայում, չգիտեմ, տենց դե պարապ ժամանակ Ջիմի Ֆելլեն կամ Ջիմի Կիմմելը ինչ-որ է, թվում է թե Արիանա Գրանդեն պլյուս մինուս իրան նայել է խաղացել, եթե հիշենք բանում էլ մոռացա ֆիլմը Don't Look Up-ում, էլի եթե ոնց որ վերցնենք այդ կերպարին դնենք ժամանակակից աշխարհում, էլի նմանատիպ ինչ որ տենց celebrity եւ այլն, դրա համար Արիանա Գրանդեին շատ բալետ երևի չեմ էլ արել ոչ մի պահի, բայց օդերը ինչ են մեզ հուշում։ Ինչ են հուշում։ Արիանա Գրանդեն։ Օդերը հուշում են, որ այս պահին Տեյանա Տեյլորը ֆավորիտ է 50 ու մի քիչ տոկոս Երկրորդ տեղը Էմի Մեդիգան, չգիտեմ ոնց է ավելի ճիշտ, 26.4%, այսինքն էս էլ է ինչ որ նոմինացիա, որտեղ պարկ կա ու Արիանա Գրանդեն ընդամենը երրորդն է 15.5% վոթերով, հա, այս կոնկրետ խոսքը գնում է այս Gold Derby կայքի մասին։ Մի բան ավելացնեմ, այստեղ կա մի հատ շատ մեծ զգալի տարբերություն Critics Choice Award-ի հետ կապված, այնտեղ Էմիլի Բլանտը չկար, այնտեղ կար Վունմի Մոսակոն Sinners-ից, ով
թվում էր թե լինելու է եւ նաեւ այստեղ, բայց թե ով չի լինելու, որ ինքը լինի, դա հարց էր։ Ինձ թվում է Օսկարում էլ ունի մոսակուն ձև ունի դեռևս, շանսեր ունի, հնարավոր, նո Էմիլի Բլանտը կարծում ենք Օսկարի նոմինացիա չի ստանա ամեն դեպքում։ Այո, ու դուրս կմնա երևի թե Էլֆանինգը Էլֆանինգն էլ կարող է։ Ես sense որ նայեմ Էմի Մադիկանն էլ 5 լինելու։ Էմի Մադիկանն էլ կարող է դուրս մնա, որովհետեւ դե եթե մենք վերցնենք որ օրինակ sense Sinners-ին ամբողջ իր cast-ով nominate են անելու, Sentimental Value-ին ամբողջ cast-ով հետաքրքիր կլինի եթե միած supporting-ի նոմ չտան, ճիշտ ես ասում։ Պատկացա ensemble-ով բանով նոմ ես լինում ու մենակ Michael B. Jordan-ն անում։ Այստեղ երևի սագն է հետաքրքիր, որ հասկանանք, որովհետեւ sense բաները այնտեղ ավելի հստակ է, precursor Oscar-ը լինում։ Մի քիչ իրոք դժվար է ասել ու իրոք շատ competitive էսպես կատեգորիա է, բայց եթե competitive է, իրոք լոգիկա կա Gold Derby, հիմա ասած որ հետ եմ նայել, այսինքն դա competitive է, տալու են նրան over լավագույն ֆիլմը, իսկ դե քան որ ամենամեծ շանսերը ըստ Gold Derby Battle After Zerskayna Դե տենց փաստորեն Chase Infinity-ն էլ կարող է տան։ Դե թող տան։ Ով է բան ասում չէ։ Միայն ուրախ կլինի։ Բայց դե ինձ թվում է չեմ սխալվի եթե ասեմ որ բոլորի սրտի նոմինացիան վերջ-վերջո ինգանա երևի։ Նու հա, ուզում ենք որ ինքը հաղթի, բայց ֆավորիտ չի թվում աթեն ինքը օդերով։ Ինքը արդեն հեսա ասեմ բոլորորդներ։ Ինքն էլ Ariana Grande-ից հետո էր, բայց տոկոսը արդեն բավականին ցածր էր։ Միգուցե մինչև Օսկարը Ինձ թվում է Օսկար նոմինացիա ունենա արդեն մեծ հաղթանակ կլինի։ Միանշանակ անհայտ մարդու համար։ Որովհետև միշտ չի էլի որ Օսկարի հաղթանակն է պետք միայն սելեբրեյտ անել։ Որոշ դեպքերում Օսկարի նոմինացիան նույնքան տպավորիչ է, մասնապես այդտեղ լրիվ անծանոթ դերասանուհի, որը հիմա հաստատ լիքը լավ դերեր կունենա։ Միանշանակ։ Անգլերեն կսովորին։ Մանավանդ որ իսկ նորվեգացի հատկապես Ինձ թվում է բան նույնիսկ Gwyneth Paltrow-ը все-таки ֆիլմը դուրս չի եկել դեռ որ դուրս գա շատ բան կարա փոխվի հենց որ կարող է ցուցակում Gwyneth Paltrow նո այս ցուցակում չէ արդեն Օսկարի ոնց ասեմ կանխատեսումով հա երևի կլինի իսկ ես առաջարկում եմ անցնել իմ ամենասիրված սովորաբար ցանկացած բանում մրցանակաբաշխությունում նոմինացիան դա լավագույն երգը չկա բայց լավն էր բայց ես սպասում էի շուտ ասեցի կարողացա բայց գալիս է չէ լավագույն ռեժիսոր best director նոմինացիան դե Paul Thomas Anderson One Battle After Another ուստաներով հավաքվել են Ryan Coogler Sinners Guillermo del Toro Frankenstein Jafar Panahi It was just an accident Joachim Trier Sentimental Value Chloe Zhao Hamnet Ինչպիսի սաստավ կարելի էր գնալ հետները նստել հետները հաց ուտել մի բան խոսալ սովորել հասկանալ շատ տպավորիչ սաստավ է իրոք այս կազմի հետ ոչինչ չես կարող անել միայն երևի թե հարցը թե Ջորջ Սաուդին որտեղ է հաշվի առնելով Մարտի Սուպրեմի Supremacy-ին այստեղ կա միակ այն տարբերությունը Critics Choice-ի հետ որ այնտեղ Ջաֆար Պանախին չկա քանի որ ոնց հասկացանք այնտեղ օտարալեզու բոլոր ֆիլմերին հանել են այս տեսակ բաներից բացի Sentimental Value-ից ու այնտեղ իր տեղը Ջորջ Սեֆտին է Դե հա այսինքն գլոբը փաստորեն Պանախին հավանել է ու դրա համար նաև լավագույն օտարերկրյա ֆիլմի մեջ լավ շանսեր ունի, եթե դիրեկտորի մեջ կա ու դե հաստատ ահա բայց տրիերն էլ կա չէ նաև առաջ անցնելով ուզում եմ ասել որ screenplay-ի մեջ էլ կա դրա համար ոնց որ բայց տրիերն էլ կա ինչև է դե դենք չենք տրիերին դեմ չենք բացարձակ հա ինչև է ստեղ դե այնքան ուժեղ անուններ կան ոչ մեկի հետ ոնց որ չես ուզում ասել ինքը չպիտի տեղը պետք է լիներ Ջորջ Սաուդին բայց թվում է թե զուտ ֆիլմերի ուժեղությամբ գուցե Del Toro-ն դե Մարտի Սուպրեմը չենք տեսել բայց ֆիլմը վատը չի դու ուղղակի չես նայել ու թերագնահատում ես Ֆրանկենշտեյնի նոր Մարտի Սուպրեմը չենք տեսել ու եթե հիմա ուզում են ասեն որ դա կարևորագույն ֆիլմերից մեկն է տարվա Ես օրինակ չեմ կարծում որ Ֆրանկենշտեյնը տարվա կարևորագույն ֆիլմերից է։ Նու կարևորագույններից չի թվում է թե։ Դե այն որ առաջ չանցնենք կարող է Մարտի Սուպրեմը տենց իրան չարթարացնի, բայց ոնց որ Ջորջ Սաուդին կարող մի տեղ ճխտված լիներ։ Երևի թե կամ Del Toro-ի կամ Պանախիի տեղը Այն 4-ի հետ հարց չկա։ Դե հաղթողի մասին այստեղ ոնց որ արդեն մի կես տարի է խոսում ենք Մարտինի հետ
որ նույնիսկ եթե Համլետը շատ հիասքանչ լինի, բայց այստեղ կա մի ազնվորություն, ով պետք է ամեն ինչ ստանա մի քանի հատ, դա Պոլ Թոմաս Անդերսոնն է ու սրանից լավ շանս թվում է թե չի լինելու, որ բոլորը նույն էջի վրա են, որ Պոլ Թոմաս Անդերսոնը պետք է թե ֆիլմը, թե ինքը որպես դիրեկտոր, թե ինքը որպես սցենարիստ ամեն ձևով պետք է ինչ-որ ձևով մրցանակներ ստանա։ Դե ոնց որ ակնհայտ է որ Պոլ Թոմաս Անդերսոնն է հաղթելու, երկրորդ տեղը Խլոյ Ժաուն, բայց քանի որ Խլոյ Ժաուն արդեն մեկ անգամ իր երիտասարդ կարիերայով արդեն աննկարագրելի ֆիլմով իր Nomadland-ով։ Այո, թվում է թե ոնց որ ամեն ինչ པարզ է, բայց չգիտեմ, տեսնենք օդերը ինչ են ասում մեր Golden Թվում է հենց տենց էլ ասում են։ Nomadland-ը իսկ թվում է եզակի ֆիլմերից է որ չենք բան արել, չէ՞։ Երեքով համակարգիք են եղել։ Դե ինչի մասին է խոսքը։ Մանավանդ ես դոն իրար չենք տվել, հա։ Դե հա, համաձայն եմ Պոլ Թոմաս Անդերսոնը չստանա Խլոյ Ժաուն երկրորդը։ Դե մի քիչ շատ Սիլենսկին իսպրավիդլիվնես կլինի։ Դե օդերը Խլոյ Ժաուն չի վերցնի դեպքում։ Կտանի Պոլ Թոմաս Անդերսոն։ Where is PTA ասի, հա։ Օդերը դե ասում են նույնը ինչ ասացին մեր մասնագետները, Պոլ Թոմաս Անդերսոն ակնհայտ ֆավորիտ 90-ից ավել տոկոս, Ջաֆար Պանահի 5 մի քիչ տոկոս, Ռայան Կուգլեր 2%, դե Ռայան Կուգլերը դեռ երիտասարդ է, չէ, թե չեմ սխալվում, շատ երիտասարդ չի, բայց ինքը իր շանսերը եթե սենց շարունակեց, ինքը իր շանսերը կունենա, Խլոյ Ժաունն էլ ինձ թվում է իր շանսերը կունենա, նենց որ լրիվ համաձայն եմ որ Պոլ Թոմաս Անդերսոնը պիտի վերջապես ճիշտ եմ չէ ֆիքսել ինքը Օսկար չունի ինքը չունի Օսկար շատ զարմանալի է չնայած իր հիանալի բայց այնակ There Will Be Blood-ը Best Picture-ի նոմերել է, Best Director-ի նոմերել է, No Country for Old Men Screenplay-ի նոմերել է եղել, բայց չի հաղթել ոչ մի տեղում։ Ինչքանով ես հիշում եմ։ Որովհետև բոլորը հաղթել է No Country for Old Men-ի տանից, չէ։ Այդ էլ է եւս մեկ ֆիլմ, որը հետոներից խորտ տվե, բայց պետքա վերանա։ Ու իրանց մրցակիցների ամենասիրած ֆիլմերից մեկը Atonement-ը, որը Golden Globe-ի դրաման էր հաղթել այդ տարի։ Շնորհավոր։ Best Screenplay, հա լավագույն սցենար, նոմինանտներ Պոլ Թոմաս Անդերսոն, One Battle After Another։ Ինչպիսի անակնկալ։ Ասպասել, բայց այսօր հեսանելի սաղ անունները բացի մի հատից կրկնվում են։ Ռոնել Բրոնշտեյն եւ Ջոշ Սեվձի Marty Supreme, Ryan Coogler Sinners, Ջաֆար Պանահի It Was Just an Accident, Eskil Vogt եւ Joachim Trier Sentimental Value, Chloe Zhao եւ Maggie O'Farrell Hamnet։ Նու այստեղ Maggie O'Farrell-ը թվում է թե հենց գրքի հեղինակն էր, չէ՞։ Okay, ես հիշում եմ Sentimental Value-ի հայերեն վերնագիրը ու տենց մոտս հուզական արժեք է առաջ։ Ասա ինչ անուն։ Հուզական արժեք, այո։ Դե ինչ ասեմ, այստեղ միակ միտքը այն է, որ հնարավոր է, որ որոշեն ընտրողները բաժանեն հաղթողներին եւ օրինակ Best Director-ի անվանակարգում Պոլ Թոմաս Անդերսոնի հաղթելու պարագայում չտան սցենարի մեջ Պոլ Թոմաս Անդերսոնին, այդ պարագայում գուցե շանսեր կունենան կամ Chloe Zhao կամ Joachim Trier-ը, այո, երկուսից մեկը, ինչը անում Ryan Coogler-ի Sinners-ը ստեղ մի քիչ անհասկանալի է, որովհետև ֆիլմը առանձնապես ըստ իս սցենարով չի առանձնանում։ Նու ուղղակի սիրուն լավ ֆիլմ էր, հա։ Զուտ շատ լավ ֆիլմ է։ Դիրեկտինգն էր էլի ավելի շատ։ Տարվա լավագույն ֆիլմերից մեկն է բնականաբար, երևի տենց 3-4 լավագույն ֆիլմերից մեկն է, բայց չգիտեմ, այդտեղ սցենարը։ Նու որ պատկերացնում ես իր սցենարը թղթի վրա գրած, մի քիչ չես էլի պատկերացնում ինքը ոնց է Օսկարի նոմինանտ լինում, նվագում է եւ միգուցե ոնց է էլի։ Իսկ թվում է Էդոյի ու Sinners-ի հարաբերությունները իմ ու Շալամեի հարաբերությունները։ Չէ, ինքը Sinners-ին հավանում է, բայց որպես ոչ screenplay։ Screenplay մասով։ Բայց օրինակ, ինչի՞ չէ։ Ասենք ես համ հետաքրքիր էր ինչա կատարվում, համ հետաքրքիր էր ինչա լինելու։ Ինչ պարտադիր է շատ sense խորը դրամատիկ արժեք մեջը լինի։ Օրինակ F1-ն էլ է հետաքրքիր ինչա կատարվելու գուցե։ Չէ, դե F1-ը գիտես ինչա կատարվելու, կոմոդ ոչ մի հարց չի առաջանում։ Կարող է ֆիլմի սկզբում չգիտեր, որ վերջի գոմկամ հաղթելու է Բրեդ Պիտը։ Բայց ինչա կատար, հա։ Վերջի գոմկամ ինքա։ Էսևը չհաղթեց։ Չէ։ Չէ, իմ համար ոնց որ էս մնացած նու բացի իհարկե Marty Supreme-ը չեմ տեսել, բայց Hamlet-ը դե մոտապես ենթադրում եմ ինչա, այն մյուսները նենցա որ
շատ ավելի առավել են ու էլի կինոներ կան, այստեղ կարային լինեն իրանց level-ի է, համաձայն եմ, ուրիշ կինոներ կարային, օրինակ, ինձ թվում է Նոա Բաումբախի ցանկացած սցենար այստեղ կարող լիներ, հատկապես Ջեյքելին, չէ։ Դե ուրիշ լավ, մնացած սցենարներ կարող լինեն Սիներսի փոխարեն, չգիտեմ։ Դե զուտ կարծիք է, ամենայն դեպս ֆիլմը շատ լավն է, բայց այտենց չես իսկ Պանախի առումով թվում է թե հենց ավելի շատ screenplay պետք է նոմ լիներ, քան դիրեկտորը, էլի։ Երևի պետք է Սևդին տային դիրեկտորի նոմը, իսկ այստեղ ինքը սենց հստակ իր տեղում է թվում։ Դե հաշվի առնենք նաև քաղաքական իրավիճակը, գիտենք որ Պանախին հիմա Իրանից կրկին դուրս է գտնվում, բայց հետո պետք է գնա վերադառնա եւ լստի։ Դե սենյակ այդ հարցով շատ է տրվում, թե ինչքանով է, դե Օսկարը միլիոն անգամ ասել եմ, գիտենք դա rigged competition-ը մեծամասամբ, բայց Golden Globe-ը ինչքանով է, հա, հետևում քաղաքական տրենդերին ու ինչքանով են օրինակ Պանախի, it was just an accident ֆիլմի նոմինացիաներ կախված հենց մարդկային իրական աշխարհի իրադարձությունների հետ։ Հետաքրքիրն էստեղ է նա որ Պանախի միգուցե առաջի ֆիլմն է որ այս տեսակ մրցանակաբաշխությունների մեջ է մտնում, չէ՞, եւ Օսկարի է գնալու եւ այլն։ Իր բոլոր ֆիլմերը միշտ ֆեստիվալ ինքը դե այն երկու ռեժիսորներից է որ հաղթել է 4 գլխավոր փառատոները, չէ՞, Ռոբերտ Օրտմանի հետ միաժամանակ կողքին այսպես ասած, բայց ինքը քանի որ իրանական միշտ այնց կինոներ նկարան որ Իրանից էին գնալու ու Իրանը այդ ֆիլմը չէր ուղարկի, ինքը երբեք ոչ Օսկարի կոնտենդեր ա եղել, ոչ իսկ էս մեկը Ֆրանսիան իր ձեռքն ա վերցրել, ասենց ու դու Օսկար ես գնում եւ Golden Globe ես գնում։ Տենց ինչ են ասում մեր բաները։ Օդերը։ Ես ուզում եմ մի հատ բան name dropping անեի, որ եւս մի իրանացի կա որ Ֆրանսիան է ներկայացնում շախմատներում, բայց չեմ անում dropping։ Screenplay Դե ինձ թվում է առաջին տեղը ակնհայտ։ Եթե չաշխատի են ինչ որ ասում է Մարկոսյանը, Battle After Another ավելի հետաքրքիր է թե ինչա կատարում հաջորդ կետերում, երկրորդ it was just an accident։ Պանախի ու տոկոսները մոտ 66 One Battle ու մոտ 20 ու 19 շատ քիչ չի։ It was just an accident, այսինքն այն ուրիշ դեպքում ասում են որ կարող է եւ ինչ որ զարմանալի լինի, ինձ թվում է այստեղ չի լինի, բայց այդպես երրորդ տեղ Sinners Խնդրեմ։ Իմ մոտ 8-9%։ Բայց տես նայի մի հատ հետաքրքիր բախ կա, ինքը ասաց որ հնարավոր է բաժանեն ստեղ եւ այլն, բայց վերջի 2 տարի էլի ես խոսալու եմ Օսկարից, ոչ թե Golden Globe-ից, վերջի 2 տարին Օսկարը ընդհանրապես չի բաժանում։ Անցյալ տարի լրիվ տվին Անորային, 2 տարի առաջ էլ լրիվ տվին Oppenheimer-ին։ Ինչ կար տվեցին նրան ու նրան, բայց սրանք թվում է կարող են էլի։ Նու այստեղ մի քիչ կոնկուրենցիան էլ է ոչ թվում։ Դե ամեն դեպքում Օսկարը մի քիչ այդ Oscar campaign շատ ենք լսել, օրինակ Golden Globe campaign կարող է դուք լսել եք ես։ Իսկ այդ ամեն ինչի campaign-ը մտնում է Oscar campaign-ի մեջ։ Ձերի հետ ընդ որը հասցրին ժամանակով։ Այո։ Նու թվում է թե հասկացանք։ Դե թվում է թե գլոբալ նոմինացիաները քննարկեցինք, առաջարկում եմ շատ արագ անցնենք այս մնացած մի քանիսով, եթե ինչ-որ հետաքրքիր բան ունենաք ավելացրեք, եթե չէ, հա։ Best Original Score, հա, այսինքն դա լավագույն soundtrack, հա, այլ լեզվով ասած, Alexander Desplat Frankenstein, Ludwig Göransson Sinners, այսօր փաստորեն իմ համար բացահայտեցի, որ Oppenheimer-ի զվուկավիկը, չէ, զվուկավիկն էլ չի։ Oppenheimer-ի կոմպոզիտորը, նաև Sinners-ի կոմպոզիտորներ, չէ, ֆիքսը, չնայած Sinners-ի soundtrack-ը շատ էր դուրս եկել, Johnny Greenwood One Battle After Another, Ken Dingray Սիրատ։ Ինքը ինչ-որ DJ է, ես ինչ կան։ Հա, ես ենթադրում եմ, որ քան որ ասեցին էլեկտրոբանը, ինչ-որ տեխնո DJ է ինչ-որ։ Max Richter Hamnet եւ ինչպիսի անուն։ Hans Zimmer։ Ինչպիսի անուն։ F1։ Հա, էլի լուրջ անուններ են այստեղ, Max Richter-ի Hamnet-ի soundtrack-ին շատ են, այդ score-ին շատ եմ սպասում, ասեմ որ մեկ ու մեջ Spotify-ում գցում են, դա երկու շաբաթը մեկ մի հատ հատված, ու այդ երկորն է երաշտություն Մեղեդի դնում, հա, դրան եմ սպասում, դե Ջոնի Գրինվուդը գիտենք, միշտ համագործակցում է Պոլ Թոմաս Անդերսոնի հետ, համարյա միշտ լավն է, չգիտեմ, այս տարի բախտը կբերի թե չէ։ Լավատություն բերող երաժշտություն է։ Հենց ոնց որ նենցա որ Պոլ Թոմաս Անդերսոնի ոճի ու իր սցենարների համահունչ, հենց համահունչ կոմպոզիտորը տեսնենք։ Նու այստեղ տարբերությունը ասեմ այստեղ իհարկե Critics Choice-ի հետ տարբերությունը կայանում անիրանում, որ զարմանալիորեն այնտեղ
այնտեղ է Techno DJ-ը չի ստացել նոմինացիա, Սիրատը, այլ ստացել է մի ֆիլմ, որը թվում է, թե այստեղ էլ է ստանալու, Օսկար էլ է լինելու, Մարտի Սուպրիմի երաժշտությունը, որ ասում են շատ լավն է։ Դե սպասենք Մարտի Սուպրիմը գալիս է։ Դենիել Լոպատին։ Դանիել։ Ну, մի խոսք։ Դենիել։ Ну, այստեղ ասեմ, որ Order of Sinners-ն առաջին տեղը, եթե այնտեղի սաղ այդ կանտրին, որը որ կար հենց օրիգինալը, ուրեմն ինչու ոչ։ Ինչու ոչ։ Հաջորդ Զավեշտալի նոմինացիան Cinematic and Box Office Achievement։ Այո։ Այստեղ մի հատ շատ հետաքրքիր նոմինացիա կա Box Office Achievement-ի համար, որը որ Avatar Fire and Ash-ն է, որը որ դեռ համաշխարհային պրեմիերա չի եղել։ F1 K-pop Demon Hunters, Mission Impossible The Final Reckoning, Sinners, Weapons, Wicked for Good, Zootopia։ Երկուս։ Այդ ոնց որ երկուս նստիր։ Երկուս նստիր։ Իսկ թվում է այստեղ էլ տենց շատ հետաքրքիր բան չկա, բացի նրանից որ հա դուրս չեկած ավատարը արդեն իսկ հայտնվել է։ Օրինակ այստեղ ինչ կրիտերիայով ով հաղթելու ըստ քեզ։ Միգուցե հենց ավատարն էլ հաղթելու է, թե Sinners-ը, թե Weapons-ը։ Դե նայած ինչն է ստե կա, օրինակ իմ համար շատ տարբեր է cinematic experience-ը ու box office experience-ը։ Այսինքն cinematic-ը եթե օրինակ Train Dreams-ը ակնհայտ cinematic experience-ը, ինքը նաև ակնհայտ եթե գնա կինոթատրոն box office experience-ը։ Իսկ եթե Zootopia 2-ը 2 միլիարդ հավաքի, այդ դեպքում մոմենտալու։ Դե թվում է թե Avatar-ի ու Sinners-ի մեջ է, ու քանի որ սենց ասեմ, ես կարծում որ եթե Sinners-ին մնացած տեղերը չտան, ստեղ կարանտան, բայց դե cinematic-ի տեսանկյունից հա, ու հենց Order-ով էլ է այդպես, առաջին տեղը Sinners-ն է, շատ մեծ ատրիվով համեմատած Avatar-ի, այս Order բան որ ասում ենք, դուք տենց մի լսեք, բալեսի հիմա տենց բան են ասում, կարող է վաղը ամեն ինչ փոխվի։ Իսկ Օսկարին հա, Օսկարին ընդհանրապես կա, այդպես, այսինքն ֆավորիտը Sinners-ն է, ես դրանից ենթադրություն եմ անում, որ այստեղ ալի կարող է cinematic հատվածը քան։ Հա, այստեղ բոլոր ֆիլմերն փող շատ են հավաքել։ Քան box office-ը։ Եվ վերջին թվում է թե նոմինացիան Golden Globe-ի Best Original Song, հա լավագույն երգ։ Ու լավ բաներ կան։ Այստեղ ես առաջին անգամ եմ այս ցուցակը կարդում ու հիմա զարմացա։ Dream as1, Miley Cyrus, Mark Ronson, Avatar Fire and Ash։ Հա, փաստը ինչքան գիտեմ, հենց իր երգով սկսում է ֆիլմը։ Ինչ որ Miley Cyrus-ը երգում է ու սկսում է ֆիլմը, ինչ որ տենց Mark Ronson-ը լավ պատկերացնում։ Հա, հիշում եմ իրան, հա։ Հետաքրքիր։ The Girl in the Bubble, Wicked for Good։ Ֆավորիտներ։ No Place Like Home, Wicked for Good, Golden, K-pop Demon Hunters, I Lied to You Sinners, Train Dreams, Train Dreams. Faster Train Dreams-ը եկավ այնտեղ, որտեղ չենք սպասում, բայց դե պետք է լիներ։ Այստեղ տարբերությունը նրանում է Critics Choice-ի հետ, որ այնտեղ F1-ի Ed Sheeran-ի երգն է նոմինանտ եղել։ Հա, օրինակ այդ երգը շատ լավն է։ Հա, ու Testament of Anne Lee-ից ինչ որ մի երգ է, որը էլի Golden Globe-ը շրջանցել է։ Մի խոսքով այդ ֆիլմը, որը թվում է թե հենց Golden Globe-ի ֆիլմ էր, որ musical եւ այլն, իրանք այդ ֆիլմը գնահատեցին միայն Amanda Seyfried-ի խաղով ու վերջ։ Իրականում ցավալի է, որովհետեւ ես այտենց մի քանի վիդեո եմ նայել, թե ինչքան դժվար է այդ ֆիլմը եղել ստեղծել, բայց ձանձրալի ֆիլմ ասում են շատ։ Ձանձրալի մասին չեմ կարող ասեմ, բայց եթե նայեք թե ինչ դժվարությամբ է ստեղծել, որովհետև այնտեղ ինչ որ հատուկ բառեր կան, ընդհանրապես շատ հետաքրքիր սյուժե է, ինչ որ սեկտայի մասին, որոնք որ տենց անդադ պարում են թե ինչ տենց spiritual ինչ որ բառեր են եւ այլն, ու շատ ինձ թվում է ուղղակի լավ չեն մարքետ արել, մի բան այդտեղ սխալ ձևով են էլի պրոդյուսերները աշխատել։ Հա, ցավալի է որ սենց վատ վիճակում հայտնվել, բայց դա ինչ որ է, ունենք այն ինչ ունենք, դստեղ ես ինչ որ մեկին տենց առանձնապես չեմ կարող առանձնացնել։ Ու թվում է թե Girl in the Bubble-ն է ֆավորիտը, ինչքան ես գիտեմ, բայց կարող է սխալվում եմ։ Հա, մի բան ուղղակի ասեմ, իսկ Amanda Seyfried-ին երգելուց մենք տեսել ենք մերժվածներում Mamma Mia-ում, բայց մերժվածները, բայց մերժվածները։ Մի խոսքով։ Ֆավորիտն է։ Ուրեմն մեր ընկերներից մեկը, եկեք այն կամերային Վահեին ձեռքով անենք, Վահե բարև։ Մեր ընկերներից մեկը
հենց K-pop Demon Hunters-ը դուրս էր եկել, ինձ ասես գնա նայի դուրդ կգա ու հաստատ լավագույն երգա լինելու տարվա։ Ու ֆավորիտնա Golden Globe-ի այս նոմինացիայում։ Ընդ որում, հա, շատ մեծ առավելությամբ ու ասեմ ավելի նույնիսկ երկրորդ տեղում Sinners-նա ըստ այս օդերի։ Դե տեսնենք թե հիմա այդ Wicked-ի երգերը ոնց կգնան, որովհետև ես եմ հիշում, որ նոր էր դուրս եկել ֆիլմը, շատ էր երկուսին է տվին նոմինացիա փաստորեն։ Ու ինչն է հետաքրքիր, որ փաստորեն մի ֆիլմից երկու երգ ու եթե ճիշտ ենք հիշում, ճիշտ գիտենք, այս երգերը հատուկ ֆիլմի համար են գրվել, ոչ թե Broadway-ան musical-ից են։ Այո, դե բարձր, որտեղ original պետք է լինեն։ Նոմինացիա ունեն։ Իդեպ քրոջ սաղճիկը այդ K-pop Demon Hunters-ի այդ երգը գիտի, շատ լավ երգում է։ Իսկ մա էդի առաջինն է, հեսա մոտ 1-2 շաբաթից արձակուրդ եմ գնում, իսկ առաջի բանը ինչն եմ K-pop Demon Hunters-ն է։ Այո։ Այդպես, սա ինչ վերաբերում էր նոմինացիաներին ըստ ցուցակի, բայց ես գիտեմ, որ դուք եւս մի հետաքրքիր թեմա ունեք անդրադառնալու։ Այո։ Թող Էդգարը խոսափողը փոխանցում ենք քեզ։ Չէ, ուզում ենք ոնց որ մի հատ էլ այսպես ամփոփենք ըստ քանակի թե որ ֆիլմերն են ամենաշատը նոմինացվել։ Սենց արագ ասեմ, բայց մինչև դա նաև նշեմ, որ ըստ իս ուղղակի մի հիանալի տարի էր ֆիլմերի համար, ոչ միայն ֆիլմերի որակով, այլ նաև այն ռեժիսորներով, որոնք որ այս տարի ֆիլմեր ունեին, նենց էր ստացվել, որ ունեին, այսինքն ես չեմ հիշում տենց տարի, որ այդքան ոնց ասեմ, հայտնի ու իմ կողմից սիրված ռեժիսոր լավ ֆիլմեր նկարել, լավ ֆիլմեր նկարի, Պոլ Թոմաս Անդերսոնը, Պարկ Չան-վուկը, երկու ֆիլմ Լինքլեյտերը, չգիտեմ, այնտեղ Դել Տորոն, ինչու ոչ Խլոյ Ժաոն արդեն սիրված։ Արդեն այո, հա։ Նույնիսկ այսօր մի անգամ չնշեցինք Բուգոնիայի մասին։ Հա, Լանտիմոսի լրիվ գցեցինք երկրորդ պլանը։ Այսինքն այդ ինչ տարի է, որ Լանտիմոսի մասին, որը նախին տարիներին միշտ տենց թնդում էր նրանը, Լանտիմոսի մասին նույնիսկ չնշեցինք այս մի թողարկման մեջ։ Եվ այլն, էլի Կեմերոն, որ 1000-ից 1 է գալիս։ Ինձ թվում է էլի ենք, էլի բաց թողնում, բայց հա, ուզում ասեմ հիանալի տարի էր, իսկ քանակություններով Golden Globe-ի նոմինացիաների One Battle After Another-ն է առաջին տեղում 9 նոմինացիա։ Ես իրանից մոտավոր, ինչպես եւ մեր հաղորդման ժամանակ եմ երևի թե ասել, մի 14 Օսկարի նոմինացիա սպասում եմ, 14-15։ Դե հա, այնտեղ նոմինացիաների քանակը շատ ու այնպես բաներ են, որ հաստատ One Battle-ը ունի դրանք ունի։ Երկրորդ տեղը զարմանալիորեն Sentimental Value, բայց ուրախություն մեծ զարմանալիորեն։ Երրորդ տեղը այն ֆիլմն է, որից որ երևի ամենաշատ Օսկարի նոմինացիաներ են սպասում, դա Sinners-ն է։ Հա, ինքը մի 17-18 նոմինացիա ունի։ Եթե Golden Globe-ը կազմում որ նույնիսկ screenplay-ն է պետք նոմինացիա ունենալ։ Այո։ Շոկի մեջ ենք։ Չորրորդ տեղը Hamnet 6 նոմինացիա եւ հետո արդեն գալիս են Frankenstein-ն ու Wicked for Good-ը 5-ական նոմինացիա։ Այդ դեպքում որ Wicked-ը նույնիսկ best comedy նոմինացիա ստացել։ Musically Դե պետք է հաշվառնել որ Wicked-ի 5 նոմինացիաց երկուսը երրորդն էլ երաժշտություն է, դե չկար երաժշտություն։ Second Օտենց նաև նշենք 4 նոմինացիա It was just an accident ուղղակի ու այն ամենագլխավոր նոմինացիան է ֆիլմ, ռեժիսոր, screenplay ու best foreign language, best non-English։ Ֆանտաստիկ ուրեմն տարի։ Բոլոր պարսիկները կերազեին միգուցե նույնիսկ Ասկար Ֆարխադին։ Ով միշտ տանում է Օսկարը։ Այդպես, Մարտին Ես ինչ շարունակեմ ուղղակի ցուցակը։ Իսկ թվում այլևս հետաքրքիր բաներ չկա։ Ինչ որ նկատառումներ կունենաս հեսա։ Նկատառում ճիշտն ասած, այս տեսանկյունից զուտ Օսկարի հետ համեմատականով կարամ անցկացնեմ։ Sentimental Value-ն եթե այստեղ 8 ունի, ես Օսկարում մի 2-3-ներ կավելացնեի, ինձ թվում է, այնտեղ այստեղ production design ինքը շատ սովորական ֆիլմ է թվում, հատկապես եւ վերջում որ ֆիլմը սարքում են եւ այլն, այդ տունը որ սարքում են եւ այլն, ինձ շատ հետաքրքրեց էլ իրականում ոնց է այդ փոփոխությունը տեղի ունենում եւ այլն, իմ համար բավականին հետաքրքիր էր, դե այստեղ չկան այն ամեն ինչ վիզուալ էֆեկտներ եւ այլն, սինեմատոգրաֆի, շատ զարմանալի է, այստեղ կարելի է այս նկատառումը անել, որ տես, ինչպիսի ինչ է արած, Golden Globe-ում փաստորեն տալիս են կոմպոզիտորի երաժշտության նոմինացիա, բայց սինեմատոգրաֆի նոմինացիա չեն տալիս։
ասենք ես օպերատոր լինեի, կինո չէի նկարի, չէ, ասեի իմ նկարած կինոն չուղարկեք Golden Globe, որովհետև սինեմատոգրաֆերը հենց այն մարդնով ոնց ասեմ, կյանքի ա կոչում ռեժիսորի մտահղացում ու սցենարիստի մտահղացում ինքը կադրին է տալիս այս ամեն ինչը ու փաստորեն սինեմատոգրաֆին չկա Golden Globe-ում շատ զար ու շատ հետաքրքիր մարդիկ ով էր նկարել մեր One Better Love Terminator-ը անունը ինչ էր չեմ հիշում օպերատորի հա օպերատորի անունը Elswit-ը չի չէ ինչքան ես գիտեմ այլևս նրա հետ չի նկարում մի խոսքով այդ տեսակ ֆիլմերը որոնք պետքա որ ստանա մարդիկ որ պետքա ստանային Golden Globe-ի նոմինացիա այլևս չեն ստանում Դու ասա Հրաշ ջան Michael Bauman օպերատորը օպերատորի ներչը հարցնում Michael Bauman դե ինչ սպասենք Golden Globe-երին ես այս տարի առաջին անգամ է եթե անկեղծ տվյալ դեպքում գործի բերումով առաջի անգամ որ Golden Globe-ին որպես առանձին մրցույթ մինչև մրցույթը կայանալը հետևում եմ բայց զարմանալիորեն իմ համար շատ ֆիլմեր կան, որոնց շատ ֆիլմեր ու դերասաններ կան, որոնց կերկրպագեմ, տեսնենք թե ոնց կլինի։ Մեզ նայողներին ուղակի հիշեցնենք, հա երևի, որ Golden Globe-ը այս տարի, նո արդեն ոչ թե այս տարի, այլ մյուս տարի, այս անգամ տեղի կունենա հունվարի 11-ին Հայաստանի կալենդարով, այսպես ասած, 11-ի լույս 12-ի գիշերը։ Իսկ երկանկյունին այսօր այսքանն էր